Բարև բոլորին, դուք միացել եք Self-Discovery in Armenian կամ ինքնաբացահայտումը հայրենով ոդկասթին եւ այսօր ես խոսելու եմ Հեղինե Խաչատրյանի հետ։ Հեղինեն coach, հոգեբան խորհրդատու է եւ ունի բազմաթիվ սերտիֆիկացիաներ հոգեբանության ոլորտում, ինչպես նաեւ հանդիսանում է Լիլա հոգեբանական տրանսֆորմացիոն խաղի մասնագետ։ Հեղինեն ունի նաեւ հեղինակային գիրք «Բարև հայրիկ» վերնագրով եւ Հեղինեի հետ խոսելու ենք այսօր թե հոգեբանությունից, թե ռեյկիից, քանի որ ինքը նաեւ ռեյկիի մասնագետ է, ինչպես նաեւ խոսելու ենք spirituality, այսինքն հոգեղեն կյանքից եւ տարբեր հենց հոգեվոր ասպեկտներից կյանքում։ Հեղինե ջան, ողջույն։ Ողջույն Գրետա ջան։ Նախ շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ու չնայած ես ներկայացրեցի քեզ, բայց կուզեմ մի փոքր պատմես քո անցած ճանապարհը, ինչպես նաեւ այն թե ինչպես հայտնվեցիր հոգեբանության ոլորտում։ Բավականին երկար ճանապարհ է, որպեսզի կարողանամ մեկ ոդքասթի, այսպես ասած, շրջանակներում ներկայացնեմ, բայց կփորձեմ ներկայացնել այն առանցքային ասպեկտները, որոնք որ ազդել են նաև իմ այս ուղղում ընտրության վրա։ Նախ ինչու ընտրեցի հոգեբանությունը, որովհետև ինքս նաև իմ կյանքի փորձով եւ օրինակով համոզվեցի, որ աշխարհում գոյություն ունեցող գործիքակազմից, այն գործիքակազմներից մեկն է, որը որ հրաշալի կերպով տրանսֆորմացնում է մարդու կյանքը եւ հրաշալի ազդեցություն ունի մարդու կյանքի վրա։ Բայց ոգեղենությունը եւ հոգեբանությունը այսպես զուգահեռ են իմ կյանքին գնացել, ընթացել, զուգահեռ ճանապարհներ են եղել, որոնք որ հետո միահյուսվել են ու դարձել են արդեն իմ գործունեությունը։ Իսկ եղել է ինչ-որ մի կոնկրետ իրադարձություն քո կյանքում կամ ինչ-որ մի միջադեպ, որը որ քեզ այսպես դրդել է հենց հոգեբանության ոլորտի մեջ մտնելու։ Կարծում եմ բոլորիս մոտ այդ տրանսֆորմացիոն պերիոդի ընթացքում, այդ տրանսֆորմացիոն հատվածում մեր կյանքի լինում են ինչ-որ ազդակներ կամ ինչ-որ մեզ դրդող ուժեր, որոնք մեզ հաստատակամ սենց ուղում են այդ ուղղությամբ գնալու համար։ Դե երևի ամենաառանցքային պատմությունը դեպքը իմ կյանքում դա իմ հայրիկի մահն է եղել։ Ես այդ ժամանակ բավականին երիտասարդ էի, դեռ այդքան ինֆորմացված չէի առհասարակ ոչ հոգեբանությունից, ոչ ընդհանրապես ոգեղենությունից։ Իմ հայրիկը քաղցկեղ ուներ։ Ես 16 տարեկան էի, երբ դրա մասին իմացա, եւ 20 տարեկան էի, երբ նա արդեն մահացավ։ Դրանից հետո ես սկսեցի փնտրել իմաստներ, պատասխաններ հարցերի, որովհետև հիմա արդեն ես ամուր այն կարծիքին եմ, որ այդ հիվանդությունը միայն ֆիզիկական չէ եւ ամենասկզբում դա սկսվում է մենթալ դաշտում եւ չհաղթահարելու պարագայում արդեն գալիս է ֆիզիկական դաշտ, դառնում է արդեն քաղցկեղ, այսպես ասած։ Սկսեցի ուսումնասիրել եւ հայրիկիս մահից հետո բնականաբար ինձ հետ էլ շատ տրանսֆորմացիոն բաներ եղան, որովհետեւ կյանքս բնականաբար էլ առաջվանը չէր։ Ես սովոր էի մեկ այլ կյանքի, թե սոցիալական, թե կենցաղային իմաստով, հա, հետո կյանքը շուռ եկավ, դարձավ բոլորովին այլ կերպ, ես շատ փորձառություններ ունեցա, շատ փորձությունների միջով անցա, իսկ քանի որ ես իմ տեսակով այնպիսին չեմ, ով կարող է նստել ու սպասել, որ ինչ-որ հրաշագործ փայտիկ պետք է հայտնվի եւ փոխի իմ կյանքը, ես սկսեցի փնտրել գործիքներ, ինչ կարող եմ անել ես, որ իմ կյանքը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ ցանկանում, որ այն լինի եւ այդ ղեկը իմ կյանքի վերցնեմ իմ ձեռքերում եւ այսպես եկա հոգեբանությանը եւ ցանկացած այս ոլորտի աջակցող ոլորտի մասնագետ բնականաբար պարտադիր պետք է հոգեթերապևտիկ ճանապարհ անցած լինի, իր սեփական անձնային աճն ունենա, որովհետեւ մարդու կյանքի ճակատագրի հետ աշխատանքը դա կատակ բան չէ եւ դու առաջին հերթին պետք է ինքդ ներքին ապաքինում անցած լինես, որպեսզի հետո նոր կարողանաս այլ մարդկանց հետ աշխատել։ Եվ այսպես գեղեցիկ տրանսֆորմացիաների միջով անցնելուց հետո ես հասկացա, որ այս ճանապարհը ինձ սպասվում էր, անխուսափելի էր, ես այն չեմ ընտրել, այն ինձ հետ պատահել է եւ այն ամեն ինչին ես տիրապետում եմ, չպիտի մնա միայն իմ կյանքի նեղ շրջանակներում, այլ նաեւ պետք է ծառայի մարդկանց եւ այդպես եկա արդեն ավելի դեպի գործունեության դաշտ։ Ոգեղենության մասին եթե խոսենք, դա էլ ինձ հետ պատահեց, էլի ես վստահ եմ, որ անխուսափելի էր, բայց այն առանցքային կետը, որտեղից այդ հեղաշրջումը իմ ներքին եղավ, դա իմ Երուսաղեմում հայտնվելն էր։ Եվ ինչն է հետաքրքիր, որ նախքան Երուսաղեմում հայտնվելը ես հայոց պատրիարքարանի երկու նվիրապետական աթոռներում արդեն եղել էի։
դա Անտիլիասի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքարաններն էր, էլի ոչ կանխորոշված, ես հայտնվել էի այնտեղ պարզապես, եւ երբ հայտնվեցի երրորդում, արդեն Երուսաղեմում, այնտեղ հայտնվելու հաջորդ օրն արդեն ես հասկացա, որ ինչ-որ մի բան ինձ հետ տեղի է ունեցել եւ ես էլ առաջվանը չեմ լինի։ Ես հիշում եմ, երբ ես մտա Երուսաղեմ, ես ինչպես բոլորը հավատում էի Աստծուն, հավատքով մարդ էի, բայց շատ ընկղմված չէի այդ թեմայի մեջ։ Բայց երբ մտա Երուսաղեմ, ես սկսեցի լաց լինել ու ասենց արցունքներս հորդում էին, ես չէի կարող կանգ առնել ու չէի հասկանում ինչ է ինձ հետ կատարվում, որովհետև այնպես չի, որ այդ կյանքում ինձ մոտ ինչ-որ տրագիկ բաներ տեղի ունեցել։ Ես պարզապես թույլ տվեցի, որ այդ ամենը ինձ հետ տեղի ունենա, լինի, ես դրա մեջ պարզապես եղա, ապրեցի։ Եվ շատ լավ հիշում եմ հաջորդ օրը, երբ ընկերուս հետ տեղ պետքա գնայինք ու մեր հետևից մեքենա պետք է գար, այդ մեքենան ուշացել էր, մեր պլանները ինչ-որ խախտվել էր, խափանվել էր, ինքը նյարդայնանում էր։ Ես ի զարմանս նրան եւ ինձ տոտալ խաղաղության մեջ էի ու ասում էի լավ ինչու ես նյարդայնանում, ուրեմն այսպես պետք է լինի, արի ընդունենք, որ միգուցե այսօր պետք չէր գնալ եւ ես հիշում եմ իր այդ զարմացած հայացքը, որովհետեւ ինձ այն ժամանակ ճանաչողները գիտեին, որ ես այսպես վերահսկող մարդ էի, ով սիրում է որ ամեն ինչ լինի ճիշտ ժամանակին, իր կառավարելիության շրջանակներում, անխափան եւ այլն, եւ ես այսպես թույլ, հանգիստ տոտալ վստահության մեջ տիեզերքի հանդեպ, ասում եմ, որ ուրեմն այդպես էլ պետք է լիներ, պետք չի պայքարել դրա դեմ, եւ նա այսպես զարմացած նայում, ասում է, լսի, քեզ հետ էս մի գիշերվա մեջ ինչ է տեղի ունեցել, ինչ փոխվեց քո ներսում, ես չեմ կարող բացատրել ինչ փոխվեց, որովհետեւ չեմ կարող ասել, որ այ ինչ որ միտք եկավ եւ ես որոշեցի, որ վերջ, ուրիշ ձև է լինելու, ես ուրիշ ձև արթնացա արդեն, ուրիշ ընկալումներով, եւ վստահաբար կարող եմ ասել, որ նա ով գոնե գեթ մի անգամ զգացել է այդ տոտալ վստահության զգացողությունը աշխարհի կյանքի Աստծո տիեզերքի, ով ինչպես ուզում է թող կոչի հանդեպ, նա այլևս երբեք չի ուզում ետ վերադառնա եւ բաց թողնի այդ զգացողությունը, եւ դա էլ ինձ մղեց, որ ես ավելի ընկղվեմ ոգեղենության մեջ, ուսումնասիրեմ այդ դաշտը, եւ դա շատ տարբեր ոլորտներում է եղել, ես կարող եմ ասել այն մարդն եմ, որ այդ բոլոր լաբիրինթներով կարելի է ասել անցել է եւ դեռ անցնում է, որովհետեւ ես չեմ կարծում, որ կա մի վերջնակետ, որին մենք գալիս ենք։ Մենք ամբողջ կյանք հասնում ենք այդ վերջնակետին, հասնելու ճանապարհին ենք։ Նույն բանն էի մտածում, հենց ասեցիք, միանգամից ես էլ մտածեցի, որ իսկապես վերջնակետ չկա, իրականում այդ ոգեղենության աստիճան ինչ որ մի հասնելու, որտեղ որ այլևս չկա տեղ աճելու կամ քո անձնական ներքին աճը շարունակելու, կարծում եմ իսկապես ամբողջ կյանքի ընթացքում եւ ինչպես նաեւ ասում են օրինակ տրավմաները, հիմա դու խոսեցիր քո տրավմաների մասին ինչ որտեղ, այսինքն իրադարձություններ, որոնք որ քո կյանքը փոխեցին եւ քո կյանքի ուղին փոխեցին։ Կարծում եմ, որ շատերի պարագայում, ովքեր որ գնում են դեպի ավելի հոգևոր կամ հոգեղեն կյանք, այսպես ասած, ինչ որ մի իրադարձություն է տեղի ունենում, որ իրենց մղում է դեպի դրան, ու հիմնականում բացասական, չեմ ասում, որ բոլորի մոտ, բայց կարծում եմ, որ շատերի մոտ լինում է ինչ որ մի բացասական մեկումնային պահ, որտեղ այդ բեկումնայինն է լինում մարդու համար եւ դու անցնում ես ամբողջությամբ դեպի այդ ոգեղեն ներքին քո կյանք, արդեն գնում են այդ հարցերը դեպի ներս եւ դու փնտրում ես այդ հարցերի պատասխանները ներսում, ոչ թե արտաքին աշխարհում, եւ տրավմաների հետ կապված էլ կա այսպիսի բան, որ հիմա մարդիկ օրինակ ասում են, ես իմ տրավմաները բուժում եմ, դու որպես հոգեբան եւ մասնագետ, ով կարծում եմ երևի թե աշխատում է տրավմաների հետ մարդկանց ամենօրյա ամեն օր եւ ինչ ես կարծում, օրինակ հնարավոր է տրավման բուժել։ Ես մի հատ իմ կարծիքը ասեմ, ես անհատապես որպես մարդ, ով որ տրավմաներ ունի, երևի թե բոլորս ունենք, բայց այդ ասենց ասած մեծատառով տրավմա, հա, ասածը, այսինքն մեծ տրավմա, ինչ որ մի իրադարձություն, որը որ կյանքում տեղի է ունեցել ու անդառնալիորեն փոխել է քո կյանքը, ինձ հետ էլ է պատահել նման բան ու ես կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում որքան փորձել եմ աշխատել այդ տրավմայի հետ եւ մտածել եմ ես պետքա բուժեմ այդ տրավման եւ պետքա հաղթահարեմ, ինձ մոտ եկել է մի պահ եւ ես հասկացել եմ, որ ես կարող եմ այդ տրավմայի հետ ծանոթանալ, սովորել իր հետ ապրել, բայց բուժել կամ իրենից ազատվել գուցե հնարավոր չի, որովհետև դա process է, որը որ ամբողջ կյանքի ընթացքում դու ուղղակի սովորում ես դրա հետ ապրել եւ ճիշտ ձևով վերաբերվել։ Կուզեմ
լսել նաև քո փորձառությունը ինչպիսին է եղել, արդյոք կարծում ես, որ հնարավոր է տրավման բուժել, թե դա ընթացիկ աշխատանք է։ Օй, շատ խորքային թեմայի հասանք, այսպես ասած, շատ բազմաբովանդակ։ Յուրաքանչյուր մարդ ինքն իր սեփական տրավմայից կարող է ռեսուրս վերցնել։ Բայց եթե խոսքը գնում է ինքն իրեն ապաքինելու մասին, ես այստեղ մի փոքր համաձայն չեմ լինի, որովհետև ինքդ քեզ դու չես կարող ապաքինել այն պարզ պատճառով, որ դու չես գնա դեպի այն շերտերը խորը, որոնք որ քեզ մաքսիմալ ցավացնում են։ Մեզ մոտ միշտ միանում է ինքնապաշտպանական բնազդը, որտեղ որ մեր հոգեկանը մեզ պաշտպանելու համար թույլ չի տալիս գնալ այն դաշտերը, որտեղ որ մեզ համար անտանելի եւ ցավոտ է։ Եվ դրա համար ստեղծվել են հենց այդպիսի գործիքները, ինչպես հոգեբանությունն է, հոգեթերապիան է, ոգեղեն պրակտիկաներն են գուցե, որտեղ որ մարդը գնում է անպաշտպան խոցելի բացվում է եւ գնում է այդ խորը շերտերը։ Տրավմաների մասով ինչ եմ ուզում ասել, ապաքինումը ինքը շատ երկար, շատ համբերություն պահանջող process է եւ շատ հարաբերական է, ով ինչպես է հասկանում այդ ապաքինումը։ Նախ պետք է սկսենք այնտեղից, որ արագ շտապել բուժել տրավման պետք չի։ Ես իմ օրինակով բերեմ, իմ հայրիկի մահը ինչպես կարող էի ես ապաքինել եւ դրա հետ հաշտ լինել զուտ մարդկային տեսանկյունից։ Նախ ես իրեն չէի կարող վերակենդանացնել, բայց եթե չլինեն մեր տրավմաները, չենք լինի մենք այնպիսին, ինչպիսին որ կանք մեր դրսևորումներով։ Այ օրինակ ես մանկուց միշտ ստեղծագործական միտք եմ ունեցել եւ միշտ ստեղծագործել եմ դեռ դպրոցում, բայց գիրք ես հրատարակել եմ միայն իմ հայրիկի մահից հետո, որովհետեւ այնքան ուժեղ էր ինձ համար այդ տրավման ու տրանսֆորմացիան, որ ես այդ տվեցի աշխարհին, հա։ Եթե նայենք լավագույն երգերը, լավագույն ստեղծագործությունները, լավագույն կտավները, որ ստեղծվել են, իրենք երջանկությունից չեն ստեղծվել, իրենք մեծագույն ցավից են ստեղծվել։ Եվ նախքան անցնել ապաքինումը, ես կարծում եմ, պետք է մնալ այդ ցավի հետ, առերեսվել, գործ ունենալ, այդտեղից դուրս բերել այն ռեսուրսը, որ քեզ համար նախատեսված էր, ապաքինումը նոր դրանից հետո գալու է։ Յուրաքանչյուրի համար իր ձևով։ Ես օրինակ բերեմ ինձ վրա, ես ինչպես ցանկացած եւ աղջիկ կցանկանայի, որ իմ հայրը կենդանի լիներ։ Երբ ես հիշում եմ, որ նա չկա եւ նա մահացել է, այո, ցավում եմ, բայց ոչ այնպես, ինչպես ես դեռ այդ ապաքինումը չէի անցել։ Դա իմ կյանքի տրագեդիան չէ, որովհետև ես սովորել եմ հաշտ լինել այդ իրողության հետ։ Ես դա ընդունել եմ, որ դա կա իմ կյանքում։ Ես չեմ պայքարում այդ իրողության հետ։ Այ ինչպես վիշտը ապրման ստադիաներ ունի, այնպես էլ ցանկացած տրավմա իր ապրման ստադիաներն ունի, որտեղ որ մենք սկզբից չենք ընդունում, որ մենք այդ տրավման ունենք, հետո մեզ շատ ցավոտ է դրա եւ փախնել այդ փուլերից պետք չի։ Վերջնական փուլը այն չի, որ դու այդ վերքը չունես։ Վերջնական փուլը այն է, երբ դու այդ վերքի հետ հաշտես, երբ այդ վերքից դու չես կազմաքանդվում, երբ դա չի խեղաթյուրում քո կյանքի ընթացքը, քո կյանքի որակը դրանից չի փոխվում, այլ դու սովորել ես այդ տեղից դուրս բերել ռեսուրս, ներդնել քո կյանքի վրա այն որակապես էլ ավելի լավը դարձնել եւ միևնույն ժամանակ նաեւ ծառայեցնել մարդկանց ու աշխարհի բարեկեցությանը։ Շատ լավ պատասխան էր, որովհետև ես քեզ հետ լիովին համամիտ եմ, կարծում եմ, որ իսկապես ապաքինում դրանից ազատում չկա, որովհետև դա քեզ հետ արդեն տեղի է ունեցել եւ քեզ հետ մնալու է ու կարծում եմ մարդկանց համար, ովքեր հիմա ինչ որ տրավմատիկ process-ների միջով են անցնում, կարևոր է հասկանալ, որ իսկապես ապաքինման մեծ փուլերից մեկը հենց դրա մեջ լինելն է ու ուղղակի զգալն է փախուստի փոխարեն։ Կարծում եմ շատերս տրավմատիկ իրադարձությունների ժամանակ խուսափում ենք զգալուց, որովհետև դա շատ ցավալի է, դա շատ դժվար է եւ ինձ թվում է մասնագետի հետ աշխատանքը այդտեղ գալիս է օգնության, երբ մասնագետը օգնում է, որ դու ապահով պայմաններում կարողանաս զգաս այդ բոլոր զգացմունքները, էմոցիաները եւ քո ներսով անցկացնես եւ դուրս բերես եւ դրանից հետո էլ ավելի գուցե ապաքինված ինչ որ չափով քո ցավից, բայց միևնույն ժամանակ ընդունելով թե ինչա քեզ հետ տեղի ունեցել, շարժվում ես առաջ։ Միանշանակ այստեղ հավելեմ, որ ինձ մետաֆորիկ էսպես օրինակ եկա, որ կուզեի կիսվել, որ
Այդ ցավից ազատումը բոլորը դիտարկում են, որ ինչ-որ հրաշալի process է իրենց հետ տեղի ունենալու եւ ինչ-որ մի օր արթնանալու են այսպես ազատագրված, ինչի է կարևոր մնալ այդ ցավի հետ առերեսվել ու ապրել մինչև վերջ, այսինքն ցավը պետք է ապրվի։ Ինչպես թիթեռն է այդ իր պարուրից դուրս գալու համար պետք է շատ իր թևերով ջանք գործադրի, որ կարողանա դուրս գա, ինչի համար, որտեվ այդ թևերով պայքարելու ընթացքում, երբ ինքը պայքարում է ճեղքի դուրս գա այդ պարուրից, իր թևերը ամրանում են։ Եվ միայն դրանից հետո նա կարող է իրական թռիչք ունենալ թիթեռի։ Մինչ այդ իր թևերը շատ բարակ են, անընդունակ են, խոցելի են եւ միայն այդ պայքարից հետո, որ ինքը այդ ցավի միջոցով անցավ դուրս եկավ այդտեղից շատ իր թևերը, այսպես ասած, պարապեց, նոր ինքը ամուր թևեր ունի թռիչքի համար։ Եվ այդպես էլ մարդն է, ով պետք է ցավի հետ առերեսվի, որպեսզի ամուր թևեր ունենա հետագա թռիչքի համար։ Հեղինե ջան, իսկ հիմա դու համ հոգեբանության ոլորտում ես աշխատում, բայց միևնույն ժամանակ օգտագործում ես ոգեղեն պրակտիկաներ, ռեյկի, շնչառություն միգուցե, կպատմես մի փոքր ինչպես է այդ գիտական կողմը հանդիպում ավելի ոգեղեն ասպեկտներին եւ ինչպես կարող է դա օգնի մարդկանց իրենց աշխատանքի մեջ։ Էս էլ է շատ հետաքրքիր հարց։ Նախ ռեյկիի մասին ես շատ տեղեր չեմ բարձրաձայնում, որովհետև կարծում եմ, որ այս ինֆորմացիան դուրս է գալիս միայն այն դաշտում, որտեղ պատրաստ են այն ընդունել։ Պետք է ասեմ, որ իմ գործունեության մեջ ես երբեք չեմ միախառնում, միաձուլում այս երկու ուղղվածությունները, որովհետև յուրաքանչյուր ոլորտի մեջ դու մաքսիմալ կոմպետենտ պետք է լինես եւ յուրաքանչյուր ոլորտում ես կարծում եմ, որ գործիքակազմը այնքան լայն է եւ շատ է, որ հնարավորություն է տալիս աշխատելու։ Բայց յուրաքանչյուր մարդ ունի իր հոգեկերտվածքը եւ ամեն մարդ չի, որ պատրաստ է օրինակ հոգեբանի դիմել։ Շատ մարդիկ ի սկզբանե սերտ կոնտակտի մեջ են տիեզերքի հետ, այդպես է դասավորվել իրենց կյանքը։ Եվ ես վստահ եմ, որ կյանքը, էլի Աստված, տիեզերքը, ինչպես կցանկանան հասկանալ, մեզ հետ խոսում է մեզ հասկանալի լեզվով։ Այ օրինակ շատ մարդկանց ոգեղեն ճանապարհ սկսվել է օրինակ Հնդկաստանից։ Իմը սկսվել է Երուսաղեմից, որովհետև եթե ես Հնդկաստանից սկսեի, ես չէի հասկանա այդ ճանապարհը։ Ինձ հասկանալի լեզուն այդ դաշտն էր։ Այն մարդկանց մոտ ում մոտ սկսվել է Հնդկաստանից, իրենց համար հասկանալին դա էր լինելու։ Եվ տիեզերքը շատ գեղեցիկ կերպով ընտրում է այն մետաֆորիկ ուղերձը, որ կարող է քեզ ուղարկել, որ կազդի հենց քեզ վրա, քո հոգեկանի վրա։ Եվ դրա համար, եթե ինձ մոտ գալիս են մարդիկ, ովքեր որ կոնկրետ հոգեբանական խորհրդատվություն ունեն, ես չեմ ներդնում ոգեղեն պրակտիկաներ այնքան ժամանակ, մինչև իրենց կողմից հայց չի լինում։ Իսկ այդ հայցը այսպես թե այնպես լինելու է։ Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր մասնագետի դաշտ իր կերպով է աշխատում։ Ինձ մոտ այսպես թե այնպես չեն գալիս մարդիկ, ովքեր որ շատ հեռու են ոգեղենությունից կամ գոնե որոշակի սերմեր չունեն ոգեղենության իրենց ներսում։ Այս այլ հրաշալի կերպով ցույց է տալիս այն փաստը, որ արտաքին աշխարհը դա մեր ներաշխարհի արտացոլանքն է եւ յուրաքանչյուր մասնագետ ձգում է իր դաշտ հենց այնպիսի այցելուների, ինչպիսին որ իր դաշտն է։ Եվ իմ դաշտ եկող այցելուները գուցե այն այցելուներն են, ովքեր պատրաստ են ներքուստ գնալ այդ ոգեղենությանը, բայց չգիտեն ինչպես։ Եվ պարզապես ինչ որ ժամանակ է պետք, որ հասունանա, բայց ինչպես յուրաքանչյուր մասնագետ, այնպես էլ ես էլ իրավունք չունեմ միջամտելու ուրիշի կյանքի ճանապարհին, որովհետև մի վնասիր գաղափարը, ամենից շատը պետք է կիրառեն հենց աջակցող ոլորտի մասնագետները, որովհետև շատ հեշտ է քեզ երևակայել աշխարհի ամենակարողը եւ ամենագետը, երբ դու ինչ-որ գործիքակազմ ունես եւ կարծել, որ դու կարող ես մարդու կյանքում ինչ-որ շտկումներ մտցնել։ Որևէ մասնագետ միջամտելու որևէ մեկի կյանքի ընթացքին բարոյական ոչ մի իրավունք չունի։ Մենք ուղեկցում ենք, մենք ուղղորդում ենք, մենք իր հետ հավասար այդ ճանապարհը կողք կողքի քայլելով անցնում ենք։ Գուցե ինչ որտեղ զգուշացնում ենք, այ տես այստեղ քար կա, բայց մենք չենք ասում շրջանցիր այդ քարը։ Ինչ անել այդ քարի հետ, որոշում է այդ մարդը։ Որովհետև գիտես Գրետա ջան, ձվից որպեսի նոր կյանք դուրս գա, ձուն պետք է ներսից ջարդվի։ Եթե դու դրսից ես փորձում ձուն ջարդել, դու սպանություն ես գործում, որովհետև այնտեղ դեռ ներսում հասունացում չի գնացել, դեռ ճուտիկը պատրաստ չի դուրս գալու։ Այն նույնը մարդու կյանքի հետ է, որ որևէ կերպ միջամտելը կարող է անդառնալի հետևանք թողնել եւ շատ կարեւոր է պարզապես հետեւել այցելուի process-ին, ընթացքին,
աջակցել այդ ճանապարհին, բայց ոչ մի կերպ չուղղորդել, չպարտադրել, չներդնել ինչ-որ գաղափարներ, որոնք որ իր դաշտի մասին չեն։ Այսինքն այստեղ կարող ենք ասել, որ մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ եւ փնտրում են մասնագետներ, շատ հաճախ լինում է, որ զոհի կարգավիճակում փնտրում են մարդ, ով իրենց կփրկի։ Այո։ Այսինքն այդ պատասխանատվությունը, որ յուրաքանչյուրս կարծում եմ մենք մեզ վրա պետք է կրենք, մեր երջանկության, մեր բարեկեցության, լավակյացության համար, շատ հաճախ այդ այնքան ծանր բեռ է, որ մենք որոշում ենք, որ գուցե մեկ ուրիշի վրա դնեմ այդ բեռը, որ ինձ բուժելու, ինձ օգնելու, ինձ այս իրավիճակից դուրս բերելու շատ ավելի հեշտ կլինի այդպես։ Այսինքն կարևոր է նաև նշել, որ բոլորս մենք ենք առաջին հերթին պատասխանատու մեր բուժման, մեր ապաքինման միանշանակ։ համար։ Այսինքն մասնագետները, ովքեր իրենց գործիքակազմով կամ իրենց մոտ առկա մեթոդներով կարող են մեզ աջակցել եւ մեզ ուղղորդել այդ ճանապարհին, իրենք մեր փոխարեն այդ ճանապարհը քայլել չեն կարող, այսինքն այդ ճանապարհը մենք պետք է քայլենք առաջին հերթին։ Ցավոք սրտի շատ ճիշտ ես, որովհետև շատ դեպքերում մարդիկ փնտրում են այդ փրկչին եւ երբ իրենց սեփական կյանքում չեն գտնում այդ փրկչին, արդեն գնում են մասնագետի մոտ, կարծելով, որ մասնագետը իրենց կասի, որ այստեղ դու սխալ ես, այնտեղ ճիշտ ես, այս որոշումդ կայացրու, շատ դեպքեր են լինում, որ գալիս են որևէ լուրջ որոշման կայացման հայցով եւ սպասում են, որ դու պետք է իրենց ասես, թե որն է ավելի ճիշտ։ Սա շատ թյուր եւ սխալ մոտեցում է, որովհետեւ այո, էս էլ զոհի կարգավիճակն է, որտեղ ես ինքս ինձ անկարող եմ զգում իմ կյանքում եւ դաշտում եւ ինչ որտեղ նաեւ միգուցե երեխայի կարգավիճակ, որովհետեւ միշտ երեխան է սպասում այդ ծնողի աջակցությանը, ուղղորդմանը, կարծիքին, բայց երբ դու հասուն ես, դու հասկանում ես, որ քեզ պարզապես ռեսուրս, գիտելիք, իմացություն է պետք դաշտի վերաբերյալ եւ դու ինքդ կարող ես հետո որոշում կայացնել։ Եվ գնալ մասնագետի մոտ այն հայցով, որ ես եկել եմ, որ դուք ինձ փրկեք կամ օգնեք, այս պարտված խաղ է, այսպես ասած, որովհետեւ որևէ ճիշտ մասնագետ, չեմ ուզում ինչ-որ տերմիններով խոսել, իրեն թույլ չի տա մարդու փոխարեն անցնել այդ ճանապարհը եւ այդ որոշումները կայացնել։ Մասնագետը պարզապես պատկերացրեք դուք մտել եք մութ սենյակ եւ որևէ իրեք փնտրում եւ ինքը այսպես անկյուններին լույս է գցում, որ դուք պարզապես տեսնեք այդ իրը այդտեղ է թե ոչ։ Վերջ։ Մասնագետը այն մարդն է, ով ձեզ ռեսուրս է տալիս, ինչ որտեղ էներգիա է տալիս, որտեղ ամեն դեպքում դուք իր դաշտի միջոցով եք, հա, առաջ գնում, բայց ոչ երբեք ձեր փոխարեն ապրում ձեր կյանքը եւ ձեր փոխարեն որոշում, թե դուք ինչ պետք է անեք, որովհետեւ տալ խորհուրդ, կարծիք հնչեցնել, կրթադաստիարակել, հա, աջակցող ոլորտի մասնագետի պարագայում, այս մեղմ ասած ճիշտ չէ։ Հեղինե ջան, իսկ քո անձնական ներքին աշխատանքի եւ ներքին այդ ոգեղեն աշխարհի զարգացման հարցում ես կարծում եմ, որ դու շատ մեծ աշխատանք ես տարել ինքդ քեզ վրա, այսպես ասած, եւ քո ուղին ես տանում, շարունակում ես տանել։ Ինչ կարծիք ունես սրա մասին, թե այդ բոլոր աշխատանքները, թե տարբեր պրակտիկաներ փորձելը, թե գիրք գրելը, թե անընդհատ շարունակելը, կրթվել, սովորել, ճանաչել, ինքդ քեզ ճանաչել, ինչ դեր ունի դա քո կյանքում եւ ինչպես է քո կյանքը փոխում։ Դե ես վստահ եմ, որ մեր կյանքը փոխվում է մինչև մեր կյանքի վերջ եւ մենք այդպես էլ վերջնակետին չենք հասնում, որ այ հիմա ես հասել եմ այդ կետին, այսինքն եթե ես հիմա աջակցող ոլորտի մասնագետ եմ, այդ գործունեությամբ եմ զբաղվում, այդ չի նշանակում, որ սա իմ կյանքի վերջնակետն է։ Ես դեռ շարունակում եմ աճել, փոխվել, տրանսֆորմացնել եւ միևնույն ժամանակ ես պարտավոր եմ անձնական աշխատանք տանել իմ շուրջ, որովհետեւ յուրաքանչյուր մասնագետ եւ մարդ մյուսին կարող է տանել այնքան խորը, որքան ինքն է գնացել, ոչ ավել, ոչ պակաս։ Եվ եթե ես ցանկանում եմ մաքսիմալ պրոդուկտիվ եւ արդյունավետ լինել իմ գործունեության մեջ, ես ինքս պետք է այդ չելենջների միջով անցնեմ եւ կատարելագործվեմ։ Գիրքը ինձ համար տրանսֆորմացիոն էր գրելը նաեւ, որովհետեւ ես ինքս գիրքը գրելու ընթացքում ես վստահ եմ ցանկացած ստեղծագործ մարդ, իր ստեղծագործությունը ստեղծելու ընթացքում շատ ներքին պրոցեսների միջով է անցնում, վերափոխվում է, բայց ինձ համար շատ արձագանքող էր, որ գիրքը շատերի համար թերապևտիկ եղավ, թեպետ ի սկզբանե ես այդ մտադրությունը չունեի։ Սա հոգուճիչ էր, որ դուրս եկավ եւ ինչ որտեղ դուռ էր, որ ես ուզում էի փակել այդ սուգս ավարտել, հա, հայրիկիս հետ կապված։
Բայց հետո երբ ընթերցողները վերադարձրեցին, որ դա իրենց ապաքինեց, շատ թերապևտիկ էր իրենց համար, որ իրենք զուգահեռ ապրեցին այդ հնարավորություն տվեց իրենց գիրքը այդ վշտի մեջ մնալ, ապրվել, այդ վիշտը ապրվի եւ դուրս գալ, ես հասկացա, որ էդ էլ էր կանխորոշված։ Ես դա պետք է անեի եւ այս մասով ինչ էի հավելում քո հարցի ուզում ասել, որ ցանկացած գիտելիք, իմաստություն, փորձառություն, երբ գալիս է մեր դաշտ, մենք իրավունք չունենք ժլատ լինել եւ դա պահել մեզ։ Այդ հոգու առատությունը դա կարողություն է, որը կամ կա ի ծնե, կամ հետո մենք պարտավոր ենք այդ մեր ներսում կերտել, աճեցնել, զարգացնել։ Որովհետև երբ դու հոգով առատ ես, ցանկացած լավ բան, որ գալիս է քո կյանք, լավ գիտելիք, որ գիտես, որ քո կյանքի վրա լավ է ազդել, դու ցանկանում ես տարածել եւ կիսել։ Սա մյուս տեսանկյունից կարեւոր է նաեւ, որովհետև դու տեղ պետք է ազատես, որպեսզի նոր գիտելիք գա քո կյանք։ Որտեւ եթե դու այդ ամբողջ ինֆորմացիան լցնում ես քո դաշտ, բայց հետո ջուր չես դարձնում, որ հոսի քո միջով, դու ստեղծում ես ճահիճ քո ներսում, որ այդտեղ ոչ մի լավ բան չի կարող գալ։ Ես դրա համար միշտ նշում եմ, որ հոգու առատությունը շատ կարևոր է, եւ եթե ես նույնիսկ այս գործունեությամբ չզբաղվեի, իսկ ես նախքան այս գործունեությամբ զբաղվելը արդեն սկսել էի կիսվել։ Դա ինձ բերեց այնտեղ, որտեղ որ ես դա դարձրեցի մասնագիտություն, որտեղ որ շատ արձագանք ստացա, որ իմ դաշտում գտնվելը ինչքան տրանսֆորմացիոն է, ինչքան իմ հետ շփումը մարդկանց վրա շատ լավ ազդեցություն է ունենում, եւ ես հասկացա, որ գուցե իմ կանչն է այդպիսին։ Հիմա երբ ետ եմ նայում իմ անցյալին, ես հասկանում եմ, որ ի սկզբանե հենց այդպիսին է եղել կանչը, հա, իմ հոգու, ինչի համար եմ ես հայտնվել, իսկ ես համոզված եմ, որ մենք յուրաքանչյուրս այս կյանքի մեծ շրջապտույտի մեջ մեր տեղը եւ դերը ունենք։ Եվ այո, եւ այս զուգահեռ process-ները, թե ոգեղենությունը, թե հոգեբանությունը, թե իմ ստեղծագործական կյանքը, իրենց բոլորի հիմքում դրված է ինչ որ կերպ ավելի լավը դարձնել այն աշխարհը, որտեղ որ մենք ապրում ենք, ավելի լավը դարձնել մարդկանց, ում հետ մենք այսպես թե այնպես հարաբերվելու ենք, եւ այո, դա օգնում է ինձ շատ այդ տեսանկյունից։ Մի հատ շատ հետաքրքիր բան ասացիր, որի մասին ուզում եմ անպայման խոսենք։ Նշեցիր, որ ստեղծագործելու հետ կապված, երբ մարդու ստեղծագործող մարդու կամ ցանկացած մարդ, ասենք, ստեղծագործող է, հա, բնությունից, շատերը դա շղթում են, շատերը դա ընդունում են։ Մենք մեր ոլորտում, այսինքն մեր ինչպես ասեցիր, մեր այսպես ասած կողքը ունենք ինչ որ մի տարբեր ստեղծագործական բաներ, որոնք որ կարող ենք վերցնել եւ մեր միջով անցկացնել։ Ինձ հետաքրքիր է այդ միտքը որտեղից է եկել, որովհետեւ վերջերս կարդում էի գիրք Էլիզաբեթ Գիլբերտ հեղինակը։ Ու ինքն էր խոսում հենց ստեղծագործական process-ի մասին։ Ու ինքը նույն ձևով շատ նման ձևով բնութագրում էր, որ շատ հաճախ մենք ասում ենք, որ եթե ինչ-որ մեկը ստեղծագործում է, հատկապես մի շատ հիանալի ինչ-որ ստեղծագործություն, թե գիրք լինի, դա լինի երաժշտություն կամ ինչ-որ այլ տեսքով, դա մենք այդ մարդուն վերագրում ենք, որ ինքը, այսպես ասած, sense genius է, հա, այսինքն ինքը շատ տաղանդավոր է եւ այդ տաղանդի պատճառով ինքը կարողանում այդպես դրսևորվել, հա, արվեստի ոլորտում։ Ինքը դա այլ կերպ էր բնութագրում, չնայած որ ինքը հայտնի է իր բազմաթիվ գրքեր ունի հայտնի, ամենահայտնին դա այդ Eat, Pray, Love գիրքն է, շատ եմ հավանում։ Ու ինքը դարել է համաշխարհային բեսթսելեր, հա, նաև ֆիլմը վստահ եմ շատերը նայել են, եւ ինքը ինչ էր ասում էր դա այո, իմ այդ genius-ի արտահայտումն է եղել այդ գիրքը ու բացատրում էր, ասում էր, որ իրականում այս ոլորտում, այսպես ասած, այդ բոլոր մտքերը կան, տարբեր բաներ կան, որոնք սպասում են, որ ինչ որ մեկը կվերցնի իրանց, սպասում են մարդու, ով որ համապատասխանում է դա արտահայտելուն, այսպես ասած։ Եվ շատ հաճախ, երբ որ մեզ գալիս է այդ գաղափարը միտքը ինչ որ մի բան ստեղծագործելու, եթե մենք ճիշտ ժամանակին իրեն չենք արտահայտում, չենք մատերիալիզացնում, ինքը գնում է մեկ այլ մարդու մոտ, ով պատրաստ է իրեն ստեղծելու։ Դրա համար շատ հաճախ լինում են իրավիճակներ, որ օրինակ նույն Էլիզաբեթ Գիլբերտի օրինակով ինքը այդ գիրքը գրեց, այդ Eat, Pray, Love, հա,
եթե ճիշտ եմ ասում վերնագիրը, ու շատերը իրանց սկսեցին գրել, որ դու իմ միտքը գողացել ես, ես այս գիրքը սկսել էի գրել, ավարտին չէի հասցրել, ինձ ավելի շատ ժամանակ էր պետք, եւ ինքը բազմաթիվ օրինակներով ցույց է տալիս, որ իրականում այդ մտքերը մենք չենք այդքան տաղանդավոր եւ Այո, խելացի, որ այո։ մենք դա արտահայտում ենք, դա իրականում մենք պատրաստ ենք մեր միջով դա անցկացնելու, եւ դա ինչ որ մի բան է, որ գալիս է եւ մենք դա արտահայտում ենք։ Ու հետաքրքիր մոտեցում է, դու էլ նույն բանը ասեցիր, քեզ մոտ եղել է անձնական փորձառություն, որ դու դա զգացել ես ինքդ քեզ վրա, թե դու էլ ինչ որ տեղից ծանոթացել ես այդ գաղափարին։ Այնքան ճիշտ բաներ ասեցիր, սենց հիմա ուզում եմ շատ ավելի խորանանք այս թեմայով, որովհետև շատ քիչ է սրա մասին խոսվում։ Նախ ես չեմ համարում իսկապես, որ ես ինչ-որ սուպեր տաղանդավոր մարդ եմ եւ այնպիսի գաղափարներ եմ հնչեցնում, որոնք որ ոչ ոք չի կարող կամ չի եղել։ Ովքեր որ քիչ թե շատ ուսումնասիրել են քվանտային ֆիզիկան, գիտեն, որ գոյություն ունի քվանտային դաշտ ասվածը, եւ ինչպես դու նշեցիր, բոլոր գաղափարները ի սկզբանե մթնոլորտում դաշտի մեջ կան։ Եվ իրենք գալիս են ճիշտ պահին, ճիշտ մարդուն, ով ամենաշատ ռեսուրս է էներգիան եւ պատրաստակամություն ունի դա աշխարհում ռեալիզացնելու։ Ինչպես օրինակ էլեկտրականությունը չեն հորինել։ Միշտ եղել է բնության մեջ դա։ Ինչ որ մի օր պարզապես մարդը բացահայտել է դրա գոյությունը, բայց դա եղել է, չէ, այնպես չի մարդն է ստեղծել։ Այդ էներգիան բնության մեջ եղել է այսպես թե այնպես։ Նույնը վերաբերում է մտքերին, որոնք որ ռեալիզացվում են մարդկանց կողմից, իրենք կան, բայց իրենք մեզ չեն պատկանում։ Մենք ուղղակի անոթ ենք, միջոց ենք, ու միջով դա աշխարհ է գալիս։ Եվ այստեղ սեփականատիրական, տեսանկյունից հանդես գալը այդքան էլ խելամիտ չի, որովհետև նախ ես այն մոտեցմանն եմ, որ չկա անտաղանդ մարդ։ Կա մարդ, ով դեռ չի բացահայտել, ինչ տաղանդի է նա տիրապետում, եւ ինչի համար է մեզ տաղանդը տրված։ Այ ով է Աստված, ասում են արարիչ, ստեղծարար, ստեղծող։ Մարդուն էլ ստեղծել է իր կերպարով, նշանակում է մարդն էլ է արարող, արարիչ։ Նշանակում է չի կարող մարդը տաղանդ չունենալ, որովհետև իր ստեղծագործական դրսևորման ժամանակ նա ամենից շատն է մոտիկ արարչին, որովհետև հենց ինքը այդ պահին արարում է եւ ինչ որ բան ստեղծում է։ Դրա համար շատ կարևոր է չհամարել, որ ինչ որ մեկը տաղանդավոր է, իսկ մեկը ոչ, մեկը ավել կամ պակաս, այլ գուցե ինչ որ մեկը ավելի շատ ճանապարհ է անցել, ավելի շատ փորձառություն ունի, ավելի շատ է աշխատել իր այդ գծի վրա եւ զարգացրել է, իսկ մյուսը ընդհանրապես ինքնարեֆլեքսիա չի արել եւ այդպես էլ չի հասկացել, իսկ որն է իր կոչումը, ինչն է իր մոտ լավ ստացվում։ Բայց քո ասած մտքի հետ միանշանակ համաձայն եմ, որ այո, գաղափարները կան եւ այո, շատ ճիշտ է, եթե մենք ճիշտ պահին դա չենք ռեալիզացնում, շատ հաճախ է լինում, որ ինչ որ մեկը կարող է վրդովված կիսվել, որ այ ես մտածել էի սա անեի, բայց ընկերս ինձնից առաջ ընկավ, բայց ես նույնիսկ չէի բարձրաձայնել դրա մասին, որտեղից իմացավ, որ ես այդ միտքն ունեմ։ Որովհետև այդ միտքը քոնը չէ, այդ միտքը դաշտում կա եւ ով ավելի պատրաստակամ է, ով ավելի ռեսուրսային է, ով ավելի գործունյա է, այսպես ասած, նա էլ ռեալիզացնում է։ Այստեղ պարզապես երևի կարևոր է կապը ինքդ քեզ հետ վերականգնել եւ այդ պահին այդ տեղում հասկանալ, եթե հասունացել է պահը, ուրեմն պետք է ինչ-որ բան ծնես։ Ինչպես եւ երեխան, եթե ինքը 9 ամսից ավել մնա մոր արքանդի մեջ, ինչ կլինի այդ երեխայի հետ։ Նույնը մեր գաղափարներն են։ Եթե իրենք չափազանց երկար են մեր ներսում մնում, այլևս ռեալիզացնել հնարավոր չէ։ Այսինքն լինենք ավելի համարձակ, գուցե երբ մեզ մոտ գալիս են մեր դաշտում հայտնվում են այդ մտքերը կամ ստեղծագործելու ցանկությունը, անպայման փորձենք ստեղծագործել, որովհետև դա թե մեզ համար է կարևոր եւ թե մարդկության համար, որպեսզի այդ գաղափարները դուրս գան։ Միանշանակ, որովհետև յուրաքանչյուր մարդ այս կյանքում ինչ որ բան ունի տալու աշխարհին։ Յուրաքանչյուրը։ Ես չեմ կարծում, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ հիմա մարդիկ են, սիրում են այսպես սպիտակավորել, վատ մարդ, լավ մարդ, չգիտեմ եւ այլն, ինձ համար այդպիսի պիտակներ գոյություն չունեն։ Ինձ համար կամ մարդ, ով վատ փորձառություն է ունեցել եւ մնացել դրա մեջ, կան մարդ, ով փորձառությունը հաղթահարել է, բայց երկուսն էլ միևնույն ժամանակ աշխարհին տալիք ունեն։ Եվ այստեղ հարց է, որ ինչպես ենք մենք դա ընկալում, որտեվ նույնիսկ լավագույն գրականություն ընթերցելուց տարբեր մարդիկ տարբեր կարծիք են կազմում։ Յուրաքանչյուրը վերցնում է այնքան, ինչքան ինքը պատրաստ է այդտեղից վերցնել։ Մենք չենք կարող ասել լավ գիրք, վատ գիրք, լավ նկար, վատ նկար։
Միևնույն նկարը, կտավը, հա, կարող է շատ տարբեր պրոցեսներ տարբեր մարդկանց մոտ առաջացնել եւ դա չի նշանակում, որ այդ կտավը վատն է կամ լավն է։ Այն տարբեր է եւ այս իմաստով կոչս մարդկանց այն է, որ եթե դուք ունեք գաղափար, մի մտածեք դա լավն է թե վատն է։ Դուք ռեալիզացրեք, որովհետեւ վստահաբար կան մարդիկ, ովքեր դրա կարիքն ունեն։ Շատ հետաքրքիր էր։ Հեղինե ջան, իսկ ինչ ես կարծում, մարդու ինքնաճանաչումը, հա, չէ՞ որ այդ նույն ստեղծագործելու process-ին գալը կամ պատասխանատվություն կրելը ինքդ քո կյանքի համար առաջին հերթին ինքնաճանաչում է պահանջում, որ դու ինքդ քեզ հետ ծանոթանաս, որովհետև շատ հաճախ, հատկապես մեր առօրյայում եւ մեր իրականության մեջ սոցիալական կայքեր, աղմուկ, նորություններ, բազմաթիվ բաներ, որ մեզ անverջ շեղում են դեպի դուրս, ընդհակառակը դեպի ներս գնալու փոխարեն։ Որն է քո կարծիքով լավագույն միջոցը ինքնաճանաչման մեր ժամանակակից մարդու համար։ Նախ ուզում եմ ասել, որ ինքնաճանաչումը, ոգեղենությունը եւ այս դաշտը շատ ռոմանտիզացվել է եւ շատ ուտոպիական է ներկայացվել եւ ներկայացվում։ Դրա համար մենք համացանցերում տեսնում ենք միայն այդ սիրուն կողմը այդ ամեն ինչի։ Բայց այն թե ինչպես ենք մենք այդ process-ի մեջ սեփական կաշին փոխում, իսկ դա հաճելի process չի։ Դա ցավ է, որի միջով դու անցնում ես, դա ամիսներ են, դա գուցե տարիներ են, որի մեջ դու մնում ես։ Օձը իր սեփական կաշին փոխելու համար իրեն process է պետք, հա, երկար ժամանակ, որ դա տեղի ունենա։ Նույնը մարդը եւ առաջին հերթին ես շատ կցանկանայի հորդորել կտրվել այդ գեղեցկությունից գրավիչ, այլ ռացիոնալ մոտենալ այդ հարցին, որ սա այդքան գեղեցիկ անտառ չի, ուր մենք մտնում ենք, այստեղ նաև վախենալու բաներ կան, որոնց հետ մենք պետք է առերեսվենք։ Բայց եթե դեռ չգիտենք ինչից սկսել, առաջին հերթին ինքներս մեզ հարց տալ, իսկ ինչ եմ ուզում ես, որովհետև կյանքի յուրաքանչյուր փուլում մենք հստակ ցանկ ունենք, գիտենք ինչ չենք ուզում։ Բայց երբ տրվում է հարց, իսկ ինչ ես ուզում դու, այստեղ շատ երկար լռություն է տիրում, որովհետև այստեղ ինքնարեֆլեքսիայի կարիք կա։ Եվ հենց այդ նույնիսկ պատասխանը այդքան կարևոր չի, այ ինչ եմ ուզում եսից հետո տիրող լռությունը ամենակարևոր process-ն է, որովհետև այդ ընթացքում մենք կաշի ենք թողնում։ Մեզնից պոկվում գնում են բաներ, որոնք որ մեզ չեն պատկանում եւ վերջում մնում ենք մենք մերկ, այստեղ նոր մենք կարող ենք հասկանալ, իսկ ինչ ենք ուզում կրել արդեն։ Եվ ամենակարևոր բանը, որ պետք է անենք այս ճանապարհին, առաջին հերթին հենց այդ էգզիստենցիալ հարցը տալ, որ իսկ ինչ եմ ուզում ես։ Հետո նոր մտածել, որտեվ երբ մենք գտնվում ենք այդ փնտրտուքի մեջ, գտնվում են եւ ուսուցիչները, եւ գրականությունը, եւ միջոցները։ Ես իմ կյանքում երբևիցե ոչ ոքի չեմ փնտրել։ Ես միայն ներքին մտադրություն եմ հայտնել, որ այ կուզենայի այս ոլորտում ինչ որ փորձառություն ունենալ, այ հետաքրքիր է այս գործիքը, այ իմ ներսում այս հարցի պատասխանը կցանկանայի գտնել եւ ինձ հետ տեղի են ունեցել դեպքեր, հանդիպել են մարդիկ, հայտնվել են իմ դաշտում ուսուցիչներ, ովքեր որ կոչված են եղել այդ ամենի պատասխանը ինձ տալու։ Երևի թե առաջին բանը դա է պետք անել, ինքներս մեզ հարցնել, ինչ եմ ուզում։ Հետաքրքիր էր, որովհետև դու ասացիր ինքդ քեզ հարցնել, երբ որ քեզ հարցնում ես, սկսում ես մտածել։ Այսինքն շատ հաճախ մեզ պակասում է այդ reflection ասածը, մտորելը ներսում, թե մենք ինչ ենք զգում, ուր ենք ուզում գնալ, որովհետև ոնց որ դու նշեցիր, եթե մենք չգիտենք մենք ինչ ենք ուզում, ոնց որ եւ երբ որ մեքենա ես վարում եւ դնում ես հասցեն ուր պետքա գնաս, եթե դա հասցեն չկա եւ դու չգիտես դու ուր ես գնում, դու հաստատ չես հայտնվելու այնտեղ, որտեղ ուզում ես, որտեղ դու ինքդ չգիտես ինչ ես ուզում։ Եվ անգամ մարդկանց մոտ, ովքեր որ անում են ներքին աշխատանք, անում են մեդիտացիաներ, այլ պրակտիկաներ էներգետիկ բնույթի, անգամ իրենց մոտ շատ հաճախ դա դժվար հարց է, թե ես ինչ եմ ուզում, իսկապես դժվար հարց է։ Նաև լսել եմ մի բան, նույն քո ասացի շուրջ, որ ասում ես մտորել, հա, մտորել ներքին քո process-ների մասին, հասկանալ թե ինչ է տեղի ունենում, դիտորդի դերում լինել, այսպես ասած։ Այո։ Լսել եմ այսպիսի մի բան, որ մի մարդ, էլի ոգեղեն ոլորտի գործնեություն կատարող, ոնց որ եւ ասեցիր, ես էլ մի տեսակ
ես կրոնական մարդ ինձ չեմ համարում, բայց համարում եմ ինձ հավատքի մարդ, եւ ոնց որ ասացիր, կարող ենք ինչ անուն ուզենք տանք այդ հավատքին։ Ամեն դեպքում, այսպես ասած, կրոնական տեքստեր ուսումնասիրելու ժամանակ ինքը հենց այդպես էր ասում էր, ես մտորում էի այդ տեքստերի շուրջ, այսինքն ես կարդում էի Աստվածաշունչ ու ուղղակի մտորում էի, եւ այդ մտորելու process-ում ինքը ընկնում է մի հատ մեդիտատիվ իրավիճակի մեջ շատ երկար ժամանակ, մոտ 6 ամիս։ Եվ այդ 6 ամսվա ընթացքում ինքը գտնվում է այդ վիճակում։ Ինքը իր կյանքը շարունակում է ապրել, բայց այսինքն այդ մտորման արդյունքում բացվում են ինչ-որ աղբյուրներ, որ ինքը կարողանում է այդ համընդհանուր այդ դաշտից ինչ-որ ինֆորմացիա ստանա անընդհատ։ Այսինքն անգամ մենք այնքան ուժեղ ենք եւ չենք գիտակցում դա, որ մենք առաջին հերթին ոգեղեն էակներ ենք, հա, հետո նոր ուղղակի այսպես մարդկային մարմնի մեջ ապրող, եւ մենք իսկապես շատ մեծ ուժ ունենք այդ ոլորտում։ Անգամ ուղղակի մտորելով կամ ինչ-որ բանի վրա կենտրոնանալով մենք փոխում ենք։ Միանշանակ եւ այն գաղափարը, որ միտքը ուժ ունի, ոչ ոք այդ չի կարող հերքել, որովհետեւ շատ փաստեր կան, որ դա գործում է։ Ես իմ կյանքի փորձառությամբ էլ ապացուցվել եմ, որ դա իսկապես այդպես է, բայց հեշտ չի այդ մտքերի հետ գործ ունենալ։ Քո ասած այդ մեդիտատիվ, հա, վիճակը ինձ հետ առաջին անգամ պատահեց իմ ամենաառաջին պահեցողության ընթացքում։ Ես էլ ինձ չեմ համարում կրոնական մարդ, որովհետև կրոնը ինձ համար կաղապար է, որ սահմանափակում է մեր ընկալումը աշխարհի, կյանքի, մարդկության հանդեպ, բայց հավատքով մարդ եմ։ Եվ այդ պահեցողության այդ 48 օրերի ընթացքում ես ներքին մետամորֆոզներ եմ ունեցել, որ իհարկե իմ սոցիալական կյանքը զուգահեռ շարունակվել է, բայց ես էլ մտել եմ այդ էգզիստենցիալ մտորումների մեջ, ինչ որ հարցերի պատասխաններ եմ գտել, ինչ որ կեղևներ եմ թողել, բայց էլի եմ ուզում ասել, այս ամեն ինչը շատ սիրուն է հնչում, բայց ներքին պատրաստակամություն չունեցող մարդուն վերցնելու գցել այդ դաշտ շատ վտանգավոր է, որովհետև էլի կրկնեմ, սա միայն գեղեցիկ process չի։ Այդ ընթացքում դու պետք է պատրաստ լինես, որ քո կյանքը փոխվելու է այնպես, ինչպես ասես դու բնակարանի մեջ տեղում կանգնած ես եւ քո բնակարանը փլվում է։ Պատերը փլվում են ու դու ոչնչի դիմաց կանգնած պետք է նորը ստեղծես։ Այդ ընթացքում քո կյանքից գնում են ընկերներ, շրջապատ, հին աշխատանք, հին ընկալումներ, շատ բաներ, հա, հին ընկալումներ ինքդ քո հանդեպ, քո նոր եսը կռվի մեջ է մտնում քո հին եսի հետ, որտեղ որ դու չես հասկանում իսկ որն եմ իրապես ես։ Իսկ սա այդքան գեղեցիկ process չի, գեղեցիկ է արդյունքի տեսանկյունից, բայց ընթացքը ինքը անցավ չէ եւ եթե ուղղակի բոլորին հորդորել, գիտեք, եկեք անձնային աճով զբաղվեք եւ այլն, այդքան էլ ճիշտ չի, որտեվ ես կարծում եմ, որ մարդը եթե ներքին պատրաստակամություն ունի եւ պահը հասունացել է, ինքը մտնելու է այդ դաշտ, այսպես թե այնպես, իրեն դաշտը կանչելու է։ Իսկ մնացած մարդկանց ուղղակի այ խորհուրդ կտամ լինել այդ դիտորդի դերում, ուղղակի իրենց կյանքում, որովհետեւ երբ դու սկսում ես լինել հանդիսատես քո կյանքում, դու այնքան նոր բաներ ես սկսում նկատել։ Բաներ, որոնք որ դու մինչև այդ չէիր էլ նկատել, որ գուցե դու քո տեղում էլ չես գտնվում։ Իսկ արդյոք այդ մարդիկ, որ քեզ շրջապատում են, քո մասին են։ Արդյոք այն աշխատանքը, որ դու կատարում ես, առհասարակ քո մասին է։ Դու չես կարող այս հարցերի պատասխանները գտնել, եթե դու քո կյանքում դիտորդ չես։ Ներգրաված մարդուն դժվար է ներսի մարդուն ինչ որ հայեցակարգ տեսնել, հա։ Դրա համար է նաև կարևոր գնալ մասնագետի, որովհետև երբ դու ներսում ես, քո կարծիքը սուբյեկտիվ է։ Քեզ պետք է որ մի հատ քո ձեռքից բռնեն, հանեն դուրս, կողքդ կանգնեն եւ ասեն՝ «Այ նայիր»։ Իսկ ինչ գնահատական ես դու հիմա տալիս քո կյանքին։ Այս շատ կարևոր է։ Այսինքն այն գնահատականը, որը որ մենք տալիս ենք սովորաբար, հա, ամեն ինչի հետ կապված, եթե մենք մի փոքր ուշադիր լինենք, կտեսնենք, որ բոլորիս մոտ առօրյայում մեր մտքում անկախ մեր կամքից տեղի է ունենում գնահատում։ Լավ է, վատ է, լավ է, վատ է։ Ամեն ինչը մեզ համար, մեր պրիզմայով, մեր սկզբունքների համար, նայած նրա թե մենք ինչ փորձառություն ենք ունեցել մեր կյանքում, մենք դա գնահատում ենք որպես լավ կամ վատ, ընդունելի, անընդունելի։ Երբ որ դու դա հասկանում ես ու հասկանում ես, որ դա մի րոպե
դա իմ իգոն է իրականում, չէ՞, Մгм. այսինքն դա իմ իգոն է, որը որ ինձ փորձում է պաշտպանել ցանկացած բանից, որը անծանոթ է ինձ համար, որովհետև Մгм. ինչ որ անծանոթ է, դա վտանգավոր է, դա մութ սենյակ է, որտեղ Այո։ մենք չգիտենք թե ինչ կա այդ սենյակում, եւ ավելի լավ է ես պահեմ այս Մгм. մարդուն ճանաչելի ոլորտում, իր կոմֆորտ զոնայի մեջ, Մгм. որ ինքը լինի այնտեղ, որտեղ ամեն ինչ կանխատեսելի է։ Ինչը որ շատ հրապուրիչ կարող է լինի մարդու համար, քանի որ ինձ թվում է շատերը հենց այդպես էլ ապրում են։ Այո։ Ես ինքս հաճախ նկատում եմ, որ ես դժվարանում եմ ինձ հանել այդ կոմֆորտ զոնա կոչվածից, Մгм. որովհետև հասկանում եմ, որ վտանգավոր է, վախենում եմ տարբեր բաներից, որոնք կանխատեսելի չեն, որովհետև անծանոթ են եւ նոր են, եւ միևնույն ժամանակ հասկանում եմ, որ աճը, հատկապես անձնային աճը եւ ոգեղեն աճը հնարավոր չի առանց նույն քո ասած այդ բոլոր բարդ պրոցեսներից, ցավից, որին դու պետք է առերեսվես, եթե Մгм. ուզում ես գնաս այդ ճանապարհով։ Այո։ Միևնույն ժամանակ, բնականաբար մարդ չի կարող մշտապես գտնվել այդ պրոցեսի մեջ։ Այսինքն, ունենում ես շրջան, որտեղ որ դու անցնում ես դրա միջով եւ դադար ես տալիս։ Հետո նորից անցնում ես դրա միջով եւ դադար ես տալի, որպեսզի մարսես, ինքդ քեզ թույլ տաս վերապրել այդ ամեն Մгм. ինչը եւ ներմուծել քո կյանք։ Օրինակ Մгм. դու նշեցիր հիմա, որ ունեցել ես տարբեր փորձառություններ, թե ստացել ես ինչ-որ ինֆորմացիա, չէ, ինչ-որ տրանսֆորմացիոն պրոցեսների միջով ես անցել։ Ինձ թվում է տարբեր մեթոդներով մարդիկ կարող են ունենալ տրանսֆորմացիոն պահեր, ինչպես դու ես ունեցել, Մгм. բայց կարևորը նաև թե դու ինչ ես անում դրանից հետո, ինչպես ես այդ քո ստացած ինֆորմացիան ներառում քո կյանք եւ դարձնում քո կյանքի մի մաս, որ Միանշանակ։ իսկապես քո կյանքը փոխվի։ Միանշանակ համաձայն եմ, որովհետև նույնիսկ հոգեբանի մոտ գնացող մարդիկ, ովքեր որ այնտեղից դուրս են բերում ինչ-որ իմացություններ, ինսայթներ իրենց կյանքի մասին, եթե հետո դա չինտեգրել սեփական կյանքի մեջ, եթե վարքագծային պատեռները, այսպես ասած, չփոխվեն, կյանքը նույնն է մնում։ Էհա դու ունեցար գիտելիք, ինչ արեցիր դու այդ գիտելիքի հետ։ Տարար դրեցիր ինչ որ դարակ, փակեցիր ու շարունակեցիր քո կյանքն ապրել, այդ այդպես ընդհանրապես չի աշխատում։ Եվ ի վերջո կյանքի գեղեցկությունը հենց իր շրջափուլերի մեջ է, որտեղ որ եւ կարող ես այդ ցավը զգալ, եւ այդ բերկրանքը զգալ։ Հնարավոր չէ կյանքի միայն մի ասպեկտը զգալ, իսկ մյուսը ոչ, եւ համարել, որ դու կենդանի ես։ Որովհետեւ մի ասպեկտը չզգալու համար դու ստիպված ես անջատել քո այդ ընկալումները, ռեցեպտները, հուզական դաշտը, հա։ Եթե ես անջատել եմ իմ հուզական դաշտը եւ վատը չեմ զգում, ես լավն էլ չեմ կարող զգալ։ Այդ բերկրանքի զգացողությունը, այդ երջանկությունը ես չեմ զգա եւ այստեղ գալիս է տոտալ դատարկության զգացումը, որը էլի կոմֆորտ զոնա է հետո դառնում, որովհետեւ մարդու ինքնապաշտպանական բնազդը աշխատում է, իսկ եթե ես դուրս գամ, ինչ տեղի կունենա, իսկ ես վախենում եմ ցավից, բայց ցավից պետք չէ վախենալ, ցավը պետք է ընկալել որպես բոնուս, այսպես ասած, որովհետև այդ ցավի միջով անցնելուց հետո դու կարողանում ես այդ բերկրանքի զգացողությունը ունենալ։ Միևնույն ժամանակ չմոռանալով այդտեղից դուրս բերված գիտելիքներն ու ռեսուրսները ինտեգրել քո կյանք։ Ես միշտ ասում եմ, ու ես վստահ եմ, որ այս միայն իմ գաղափարը չի, որ վանականներին բանքում բավականին հեշտ է լինել շատ գիտակցված, բարձր ոգեղեն մակարդակի վրա, որովհետև իրենք կյանքի սոցիալական, կենցաղային, պարզ մարդկային ասպեկտների հետ, չելենջների հետ, այսպես ասած, գործ չեն ունենում։ Երբ ես առավոտյան արթնանում եմ, ինձ մոտ մեդիտացիա է գրաֆիկով, այնտեղ սարերն են, չգիտեմ, հիմալայներն են, հա, սնունդս շատ մաքուր է, մարդիկ ում հետ ես շփվում եմ, բոլորը վանականներ են եւ այլն, ես անընդհատ այդ վիճակի մեջ եմ, ինձ հեշտ է այդ տեսանկյունից։ Այ իսկական ոգեղենությունը ինձ համար, երբ դու դուրս բերված գիտելիքներդ կարողանում ես կիրառել քո սոցիալական կյանքում եւ չքանդվել, քո հարթությունը չիջեցնել, չմնալ այդ դաշտում, այլ կարողանալ կիրառել աշխարհի եւ մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ։ Այ դա իսկական ոգեղենությունն է։ Հիմա կարևոր բան նշեցիր էմոցիաների հետ կապված։ Մեզ մանկուց սովորեցնում են, որ մի լացի, մի բարկացի, այսպես մի ասա, այնպես մի Մгм. արա։ Եվ արդյունքում ստացվում է, որ կան էմոցիաներ, որոնք որ լավն են, եւ կան էմոցիաներ, որ այնքան էլ լավը չեն, եւ ստեղծվում է
այնպիսի իրականություն, որտեղ մարդիկ խուսափում են բացասական, հա, այսպես բացասական Այո։ անվանվող էմոցիաներից, բայց ինչպես դու նշեցիր, էմոցիան էմոցիա է, հա, այսինքն Մгм. դա կլինի ուրախության, թե տխրության, թե վշտի, թե բերկրանքի, թե մեկ այլ էմոցիա, ինքը հավասարազոր պետք է ունենա տեղ մեր կյանքում, Ừm. որովհետև մենք էակներ ենք, ովքեր ալիքների միջով են գնում եւ եթե դու չես թույլ տալիս քեզ այդ ալիքները զգալու, թե դրականը եւ թե այսպես ասած բացասականը, դու թույլ չես տալիս քեզ ամբողջությամբ ապրելու, Մгм. բոլոր քո կյանքի գույները տեսնելու եւ Մгм. ոնց որ դու ես ասում նաեւ այդ կյանքի բերկրանքը ստանալու։ Այո, շատ ճիշտ ես։ Այս մասով հավելեմ, որ նույնիսկ բացասական հույզերը, որոնց անուն են դրել բացասական, մարդկային կեցության մեջ ոչինչ հենց այնպես չի ստեղծվել։ Ամեն ինչ իր նպատակն ունի։ Եվ երբ մեզ մանկուց սովորեցնում են խուսափել այդ էմոցիաներից, մեզ չեն սովորեցնում դրա հետ գործ ունենալ։ Հետագա հասուն կյանքում, երբ մենք բախվում ենք այդ էմոցիաներին, մենք չգիտենք դրա հետ ինչ անել, որովհետև մենք չունենք գործիքակազմ։ Այս վերջերս իմ սոցիալական հարթակներում էլ էի հենց դրա մասին կիսվում, որ ագրեսիան շատ հաճախ դիտարկվում է որպես շատ վատ հույզ, բայց ագրեսիան կարող է շատ կառուցողական լինել, որովհետև որպեսզի դու քո տեղից վեր կենաս եւ գործողություն անես, որ քո կյանքը փոխես, քեզ պետք է մի հատ ներքուստ բարկանալ։ Կյանքի վրա, իրավիճակի վրա, մարդկանց վրա, նախ ինքդ քեզ վրա։ Հետո այդ բարկությունը դարձնել ներքին վառելիք, որը քեզ կմղի այս կյանքում ինչ-որ բան ստեղծելու, անելու, տեղից շարժվելու ի վերջո։ Բայց եթե մեզ մանկուց սովորացրել են, որ բարկանալը լավ չի եւ մենք ապրում ենք այդ խեղճ տեսանկյունից, հա, որ այդ հույզը նույնիսկ թույլ չենք տալիս, որ դուրս գա, մենք այդ հույզը չենք էլ կարող մղել ի օգուտ մեզ, ավելի կառուցողական հունի վրա։ Ես վստահ եմ, որ ամեն ինչի ճիշտ օգտագործումը կարող է օգտակար լինել, ինչպես օրինակ օձի թույնից դեղ են, չէ՞, Մгм. դարձնում, բայց օձի թույնը ինքնին վնասակար բան է, մահացու բան է։ Այդպես էլ մենք եւ լավ հույզը կարող ենք դարձնել վատ բան մեր կյանքում, եւ վատ հույզը կարող ենք դարձնել լավ բան մեր կյանքում, կախված նրանից ինչպես ենք մենք դա կիրառում։ Եվ դու շատ ճիշտ նշեցիր, որ մանկուց սովորեցնում են խուսափել այդ հույզերից, այնինչ իրականում հարկավոր է սովորեցնել գործ ունենալ այդ հույզերի հետ։ Բայց այստեղ մեղադրել չենք կարող, որովհետև մեր նախորդ սերունդները, մեր ծնողները, գուցե իրենց ծնողներն էլ են այդպես մեծացել, եւ այստեղ գուցե հույսներս հաջորդ սերունդի վրա է, որ գոնե մենք այդպիսին չլինենք։ Հեղինե ջան, կպատմես, թե քո անձնային աճում ինչ մեթոդներ ես օգտագործում, որոնք քո համար տրանսֆորմացիոն են։ Գուցե սովորություններ, գուցե ինչ-որ բաներ, որոնք որ դու ժամանակի ընթացքում ներառում ես քո կյանքում։ Գիտես, տարբեր ոլորտներից տարբեր բաներ, դե թերապիան արդեն նշեցի, որ իմ գործունեության մեջ եւ առհասարակ մարդու կյանքում շատ խիստ անհրաժեշտ բան է, դա հոգեհիգիենա է։ Ինչպես մենք լոգանք ենք ընդունում, այնպես էլ մենք պարտավոր ենք մեր հոգին պարբերաբար մաքրել, իսկ դրա համար ես կարծում եմ, որ մասնագետի դիմելը շատ կարևոր է։ Ոգեղեն դաշտից շատ սիրուն փորձառություն է, այդ տրանսպերսոնալ էլի հոգեբանության ուղղվածություն է դա, հոլոտրոպիկ շնչառական թերապիան, որը դեռ այդքան տարածված չի Հայաստանում, այսինքն ինֆորմացիա դեռ այդքան դրա մասին չկա եւ կարող եմ վստահաբար ասել, որ լավ մասնագետներ էլ գտնել Հայաստանում բավականին դժվար է, բայց դրանք էլ միանշանակ թե ինչ կարող է քեզ հետ քո սեփական շունչը քեզ ուր կարող է տանել, այդ գիտակցության փոփոխված վիճակի մեջ, որտեղ որ դու մարմին չես, հոգի ես, ուղի ես անցնում, այսպես ճամփորդություն ես փոքրիկ ունենում դեպի քո ներքին տրավմաներ, անցյալ եւ այլն, եւ այնտեղից ապաքինված ես դուրս գալիս, ելի եմ նշում, ապաքինված չի նշանակում, որ մենք այդ իրողությունը փոխում ենք, իրողությունը կա, պարզապես մեր ընկալումներն են դրա հետ կապված փոխվում։ Դա ես շատ երկար արդեն տարիներ է յոգայով եմ զբաղվում, գործիքներից, որ կարող եմ նշել, մեդիտացիաներով, շնչառություն եւ եթե ծանոթ է գուցե քեզ սադհու տախտակները, որոնք մեխեր են, որոնց վրա Մгм. պետք է կանգնել, դրանք էլ եմ իմ կյանքում կիրառում եւ առհասարակ ես բաց եմ ցանկացած նոր փորձառության առաջ,
Շատ բաներ չեմ բարձրաձայնի հիմա, որովհետև վստահ չեմ, որ լսարանը պատրաստ է դրա մասին լսել, բայց պետք է ասեմ, որ անսահմանափակ է գործիքակազմը տիեզերքում։ Եթե մոլորակի վրա, եթե իսկապես ցանկություն կա կյանքում ինչ-որ բան փոխելու, հնարավոր է գործիքներ գտնել շատ-շատ տարբեր ոլորտներից, եւ անձնային աճի տեսանկյունից բնականաբար գրականություն կարդալը, բայց էս էլ է մի փոքր հարաբերական, որովհետև այ կարդացիր, բայց ինչքանով դու այդ գիտելիքները կինտեգրես քո կյանքում եւ կկարողանաս, սա արդեն հարց է։ Դրա համար երևի թե բոլոր գործիքակազմերը ինչ որ չափով կիրառելը կարևոր է, որովհետև մեկը մյուսին նաև փոխլրացնում են։ Որովհետև ես կաղապարված մտածելակերպի կողմնակից չեմ։ Այ աշխարհում հիմա պրոպագանդվում է, որ ամեն մասնագիտության նեղ ընկալումը, հա, գիտահեն եւ այլն եւ այլն։ Գիտահենության կողմնակից եմ միանշանակ, բայց մնալ այդ նեղ վանդակի մեջ, որտեղից դուրս դու քեզ արգելում ես ինչ որ նոր բաներ ճանաչել եւ իմանալ, դու սահմանափակում ես քեզ ու քո հնարավորությունները։ Իսկ ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի վրա անսահմանափակ հնարավորությունների տեր է, անսահմանափակ ռեսուրսի, էներգիայի տեր է, եթե ինքը իրեն թույլ տա այդ դռները բացել իր առջև։ Մենք շատ հաճախ վախենում ենք քննադատությունից, այ ինձ համար այստեղ գտնվելն էլ չելենջային է, որքան էլ որ կարող է այդպիսի տպավորություն չստեղծվի, բայց ես բարձրաձայնում եմ բաներ, որոնք որ գուցե նեղ շրջանակներում ընդունված չլինեն։ Բայց չէ որ իմ նպատակը ընդունված լինելը չի։ Իմ նպատակը առաջին հերթին իմ կյանքում երջանիկ լինելն է, եւ երկրորդը այլ մարդկանց երջանկությանը որևէ կերպ նպաստելն է։ Եվ թե դա ինչ միջոցով եւ գործիքով է լինում, դա հարցի մյուս կողմն է։ Սահմանափակել ինձ նեղ մասնագիտական շրջանակներում եւ թույլ չտալ այդտեղից դուրս ինչ որ բաներ աշխարհի վրա ճանաչել, ես իմ կյանքը ափսոսում եմ, որովհետև մենք ոչ մեկս չգիտենք մեզ ինչքան է նախատեսված ապրել եւ մնալ կաղապարների մեջ, դա հանցագործություն է առաջին հերթին ինքներս մեր հանդեպ։ Կյանքը դա պարգև է, որը ծնվելուց մեզ տրվում է, ինչպես նվեր։ Ոնց ենք մենք վարվելու այդ նվերի հետ, մենք ենք որոշում, բայց կյանքի վերջում մենք միևնույն է ինքներս մեզ հարց ենք տալու. իսկ ինչ արեցի ես այդ պարգևի հետ։ Հետաքրքիր հարց էր, որովհետև այս վերջերս շատ եմ մտորում հենց այդ հարցի շուրջ։ Մի հատ տող եմ կարդացել, հիմա չեմ էլ հիշում, թե ով էր ասել, բայց իմ ասածը չի։ Ինչ որ մի գրքի հեղինակ էր ասել, կարծեմ, թե ինչ ես պատրաստվում անել քո միակ թանկարժեք կյանքի հետ։ Ինքը անգլերենով է, ես ուղղակի այսպես բառացի թարգմանեցի, ու շատ հաճախ այդ հարցը առօրյայում սկսել եմ ինձ տալ, որովհետև ոնց նշեցիր, մենք տալիս ենք կարևորություն շատ հաճախ այնպիսի բաների, որոնք գլոբալ առումով իսկապես կարևոր չեն։ Այո։ Այսինքն մեզ թվում է, թե կարևոր է, նույն օրինակ դու ասում ես հիմա այս պայմաններում գտնվելը մեզ համար գուցե մի փոքր անբնական է, բնականաբար հուզմունք կարող է չէ լինել։ Իրականում գլոբալ առումով, երբ որ մտածում ես, հասկանում ես, որ այս ամեն ինչը կարևոր չի։ Եվ շատ բաներ առօրյայում, որոնց մենք տալիս ենք մեծ ներուժ, մեծ կարևորություն, իրականում կարևոր չեն։ Ես անձամբ փորձում եմ օրինակ միշտ այդ մակրո տեսարանը պահել երբեմն, երբ զգում եմ, որ շատ եմ մանրուքների մեջ գնացել եւ կենտրոնանում եմ շատ փոքր հարցերի վրա, որոնք ինձ նեղություն են տալիս, այսպես ասում եմ, լավ, մի հատ հեռվացրու, այդ մակրո տեսանկյունից նայի ու տես արդյոք սա իսկապես կարևոր է։ Արդյոք այս իրավիճակը կարևոր է, որ ես իմ էներգիան հիմա ծախսեմ դրա վրա, անհանգստանամ դրա մասին եւ կյանքի վերջում ինչքանով է դա կարևոր լինելու։ Բնականաբար կենցաղային, այսինքն բոլորս կենցաղ ենք վարում, բոլորս աշխատում ենք, սոցիումի մեջ ենք գտնում, այնպես չի, որ կարող ենք նստենք ինչ որ մի ժայռի մեջ եւ բնականաբար կան մարդիկ, ովքեր Թույլ են տալիս իրենց դա, այո, ովքեր ապրում են այդ կյանքով եւ ինչպես նշեցիր, մարդու համար ով որ չունի կողքից տարբեր գայթակղող բաներ եւ ազդեցություններ, շատ հեշտ է այդ կյանքի մեջ գտնվելը, թե սարերում, թե ժայռերում, թե տարբեր ինչ որ գուցե հոգեվոր հաստատություններում,
շատ ավելի դժվար է այս սոցիումի մեջ գտնվելը, այս Մгм. ամեն ինչը ինֆորմացիան կոնսոմացնելը եւ միևնույն ժամանակ ընտրելու ապրել ավելի գիտակցված, ավելի ոգեղեն կյանք, որտեղ դու ավելի գիտակցված ճանապարհ ես անցնում որպես Մгм. անհատ եւ քո կողքի մարդկանց էլ նույն էներգիան տալիս ես, այսպես ասած։ Ա, Հիմա ինձ հետաքրքիր է, թե այս ամեն ինչը դու այսքան հետաքրքիր տարբեր փորձառություններ ես ունեցել եւ աշխատում ես տարբեր մարդկանց հետ քո գործունեության ընթացքում։ Ինչպիսի մարդիկ են գալիս Մгм. հիմնականում քեզ մոտ եւ ինչ հարցադրումներ են հնչում ամենահաճախ, էլի։ Նախքան հարցին Ահա, անդրադառնալը, եթե թույլ կտաս, հավելեմ քո ահա, նախորդ ասածը, որ էլի շատ է պրոպագանդվում, գիտես, հիմա սոցիալական հարթակներում եւ կյանքում, որտեղ որ այդ շատ գիտակցված մարդիկ են, որ աշխարհիկ կյանքով չեն ապրում, ինչ որ գեղեցիկ կերպարով են հանդես գալիս, աստծուց 5 պակաս, հա, այսպես ասած։ Բայց ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ այս ուտոպիա է, որովհետեւ մարդը կոչված է երկրի վրա ը, կապ ստեղծել հողի ու երկնքի միջև, որովհետև մենք ապրում ենք երկնքի եւ հողի մեջտեղում։ Եվ շատ կարևոր է այդ ոգեղենության մեջ չմոլորվել եւ չմնալ, միևնույն ժամանակ հողակցում ունենալ, որովհետև դու կարող ես գնալ այնքան վերև, որքան դու ամուր ես կպած հողին, որովհետև մինչև դու ամուր կպած չես հողին, դու քեզ այդքան ապահով չես զգա, որպեսզի այդ վերևի հարթակներում ապրես, հա։ Եվ այդ կոնտակտը վերևի եւ ներքևի հետ մարդն է ապահովում։ Եվ այստեղ այս հարցին նաև այս տեսանկյունից է պետք նայել, որ պետք չի դառնալ այդ վանական բոլորին, հա։ Այո, կան մարդիկ, ովքեր կոչված են, դրա կոչումն ունեն, դրա համար են գուցե լույս աշխարհ եկել։ Բայց այդ գիտակցվածության հետևից վազքի մեջ նաև հաշվի առնել, որ կարևոր է նաև ամուր հողակցումը։ Ինչ վերաբերվում է ինձ մոտ եկող մարդկանց, ինչպես արդեն ասացի, իմ դաշտն է թելադրում, թե ինչ չգիտեմ։ Ինձ մոտ հիմնականում գալիս են մարդիկ, ովքեր հենց էգզիստենցիալ հարցեր ունեն, իրենց կեցության, կյանքի իմաստի, հա, միսիայի հետ կապված, կանայք են հիմնականում նաև գալիս, թեպետ նաև տղամարդիկ էլ կան, ես իրենց հետ էլ եմ աշխատում, ովքեր ինձ համար էլի շատ գեղեցիկ է, երբ որ տղամարդիկ են այդ հարցադրումներով գալիս, էգզիստենցիալ, որովհետև իրենք ամեն շատն են հողին կպած ապրում, հա։ Հարաբերությունների հետ կապված հարցերով են գալիս, ներքին եսի հետ կապի վերականգնման, շատ-շատ տարբեր կարող են լինել, բայց երևի այն հիմնականները, որոնք որ կան, ես նշեցի։ հետաքրքիր է։ Ու նշեցիր, որ երևի մեծ մասը, գերակշռող մասը հենց կանայք են գալիս, չէ՞։ Մгм. Ամ, Հեղինե ջան, չխոսեցինք նրա մասին, որ դու նաև կազմակերպում ես, ունես հեղինակային տրեյնինգներ, Մгм. սեմինարներ, թե կանանց հետ կապված, թե առհասարակ ավելի էգզիստենցիալ թեմաներով Մгм. ընդհանուր։ Մի փոքր կպատմես, թե ինչ ձևով են անցկացվում այդ միջոցառումները եւ հիմնականում մարդիկ ինչպիսի արձագանք են տալիս, թե իրենք ինչ ստացան այդ Մгм. սեմինարներից, տրեյնինգներից։ Այո, Գրետա ջան, շատ ճիշտ նշեցիր։ Ես անց եմ կացնում կանանց շրջաններ, որոնք որ արտեմ հանդիպումներ են, շատ նեղ շրջանակներում, շատ ապահով դաշտում կարելի է ասել եւ չի լուսաբանվում ընթացքը երբևիցե որևէ տեղ։ Որովհետև այս գործունեության մեջ ամեն դեպքում գաղտնիության, կոնֆիդենցիալության գաղափարը շատ կարևոր է, որովհետև մարդիկ գալիս են, խոցելի են, մերկացնում են իրենց հոգին եւ դու իրավունք չունես, հա, հիմիկվա թրենդերը դարձնել իրենց այդ թրենդերի զոհ, որտեղ որ դու սոցիալական հարթակում ցույց ես տալիս ինչքան հրաշալի տրեյնինգներ ես դու անցկացնում։ Երևի այն մաքսիմումը, ինչով ես կարող եմ կիսվել, դա հենց իրենց թույլտվությամբ իրենց հետադարձ կապն է, թե ինչ իրենք ստացան եւ վերջ։ Ընթացիկ ես երբևէ որևէ բանով չեմ կիսվում, որովհետև կարծում եմ, որ սա նեղ անձնական պրոցեսներ են, որոնք որ հենց այդ դաշտում էլ պետք է մնան ու հարգում եմ այդ պրոցեսները։ Ունեմ նաև այո օնլայն տրեյնինգներ էլի կանանց հետ կապված։ Իսկ ինչու է այդպես, որովհետև իմ գործունեության հիմքում ընկած է կինը կնոջ տունն է գաղափարը եւ ինչպես կատուն կարող է ինքն իրեն լիզելով ապահովել իր վերքերը բուժել, այնպես էլ կինը կարող է դա անել եւ միայն կինը կարող է նաև ուրիշի վերք բուժել։ Դրա համար կինը կնոջ դաշտում ապաքինվում է, իսկ ցավոք սրտի ժամանակակից աշխարհում մեզ սովորեցրել են
մրցակցել, հա, նախանձել կանանց, բայց ոչ այդ ընդունող աջակից դաշտը լինել, որտեղ որ քո լավը լինելը ոչ մի կերպ չի սպառնում իմ լավը լինելուն։ Եվ կանանց շրջանները ես ստեղծել եմ հենց նրա համար, որ կանայք կան այդտեղ, մեր կանան, զգան իրենց տանը եւ զգան, որ ամենագեղեցիկ, այսպես ասած, գրքի, հա, հետևում թաքնված է շատ խորը պատմություն, որը գուցե ինչ-որ կերպ նման է նաև իր պատմությանը։ Եվ այդտեղ այդ դաշտում մեկը մյուսով ապաքինվում են միանշանակ, որովհետև մեկի բարձրաձայնած հայցը կարող է կպնել մեկի վերքին, նա հիշի, որ իր ներսում էլ այդ հարցադրումը կար, իսկ գուցե մեկը արդեն գտել է պատասխանը, կիսվում է, իսկ մյուսը մտածում է, օ, ես այդ հարցին այդ տեսանկյունից չէի նայել, եւ այդպես մեկը մյուսով ապաքինվում են, եւ գործնեության հիմքում հենց դա է դրված, որտեղ որ վերջում արդեն ոնց ենք մենք սոցիումում մենք դիմակներով ենք, չէ, հանդես գալիս։ Մենք բոլորս մարդ ենք, մյուս արուն ենք, ինչ որ պահ կարիք ունենում ենք այդ դիմակի որպես ինքնապաշտպանական վնաս։ Եվ շատ գեղեցիկ է այդ տրեյնինգների վերջում տեսնել, թե ինչպես չկան այդ դիմակները արդեն, որքան ապահով է եղել իրենց հանել այդ դիմակները եւ ինչքան իրենք երջանիկ են այնպիսին ինչպիսին իրանք կան եւ այն փաստից, որ իրենք հնարավորություն ունեն այդ 2 ժամվա ընթացքում լինել այնպիսին ինչպիսին որ կան եւ քննադատության չարժանանալ, ստանալ ընդունում, ստանալ աջակցություն։ Այ օրինակ շատ կանայք, ովքեր արտաքին աշխարհում այսպես կայացած, հա, կնոջ տպավորություն են ստեղծում, կարիերայում ընտիր, ընտանիքն ընտիր, երեխաները բոլորը գեղեցիկ, ինքը գեղեցիկ հագու կապով եւ այլն, բայց ինչքան ռեսուրս եւ էներգիա է գնում, որպես ինքը իր այդ կերպարը կարողանա պահպանի հանրության աչքերում, ինքը շատ ռեսուրս է դրա համար ծախսում։ Եվ երբ գալիս են արդեն կանանց շրջանների դաշտ, եւ այնտեղ այդ դիմակը պատռվում է, եւ իրենք կարողանում են եւ իրենք տեսնում են, որ իրենք այդպիսին էլ են ընդունելի։ Իրենց չեն սիրում նրա համար միայն, որ իրենք այդպես կայացած եւ հաջողված են, որ կողքի կինը գրկում է իրեն հենց այն պահին, երբ ինքը իր ամենախորը վերքի մասին է խոսում եւ ինքը այդտեղ ընդունում է ստանում։ Ես կարծում եմ, որ այս աջակցությունը կինը կնոջ հենց աջակցությունը բոլոր ասպեկտներում պարտադիր է, բոլորին անհրաժեշտ է եւ իմ ստեղծած, այսպես ասած, տրեյնինգների եւ կանանց շրջանների իմաստը հենց դա է, որ կանայք կարողանան գալ եւ ստանալ այդ ռեսուրսը, որ իրենց անհրաժեշտ է։ Շատ լավ գործունեություն է դա իհարկե, ես անընդհատ խոսում եմ նրա մասին, թե ինչքան կարևոր է համայնքը հատկապես կանանց շրջանում, որովհետև իսկապես նայում ես, տեսնում ես, որ այդ աջակցությունը չկա, կարեկցանքը չկա, համենայն դեպս մեր առօրյայում եւ շատ հաճախ մեզ թվում է, թե մենք բոլորից առանձին ենք, թե մեր խնդիրները միայն մեր խնդիրներն են եւ չենք պատկերացնում, որ անգամ այն մարդիկ, ումով մենք հիանում ենք, ով մեզ համար կատարյալ է, իրենք էլ սովորական մարդիկ են, ունեն սովորական խնդիրներ եւ շատ հաճախ, երբ ինչ-որ մեկին նայում ենք, թեկուզ անծանոթ մարդկանց կամ առավել եւս անծանոթ մարդկանց, ում կյանքից մենք ոչինչ չգիտենք, կարեւոր է հիշել, որ իրանք մեզպես մարդիկ են եւ ունեն թե աջակցության կարիք, թե գուցե առաջին ժպիտը ստանալու կարիք, պարտադիր չի սпасել, այսպես ասած, ու ուրախ եմ, որ այժմ կան Հայաստանում նմանատիպ ծրագրեր, որտեղ կանայք կարող են հավաքվել եւ ապահով պայմաններում ստեղծել այդ կապը, իրար աջակցելու, իրար հետ խոսակցություններ ունենալու, որտեղ իսկապես դա ազդում է թե կանանց ֆիզիկական, թե մտավոր առողջության վրա, թե էմոցիոնալ առողջության վրա։ Եվ հուսամ, որ գնալով մարդիկ ավելի դեպի մոտեցում կգնան, չնայած որ մինչև հիմա դեռևս գնում ենք դեպի իզոլացիա իրարից, բայց կարծում եմ արդեն շատ են խոսում նրա մասին, թե որքան կարևոր է չկորցնել այդ մարդկային կապը, թեկուզ եւ հիմա այդ սոցիալական հարթակները կան, որի միջոցով մենք բոլորիս թվում է, թե մենք անընդհատ իրար հետ կապի մեջ ենք, կարծում եմ անկախ դրանից տետատետ անձնական կապը երբեք չես փոխարինի եւ իսկապես դա շատ կարևոր է, որ մենք որպես համայնք հասկանանք, թե ինչքան կարևոր է դա թե մեզ համար, թե մեր երեխաների համար։ Գիտես, ճիշտ բան ասացիր, երևի այստեղ խնդիրը նաև նրանում է, որ մարդիկ իրենց միայն անհատականություն են զգում առանձին,
բայց շատ կարևոր է իմանալ, որ մենք մի մեծ շղթայի մի մասն ենք կազմում։ Եվ երբ մենք ինչ-որտեղ ուրախանում ենք ինչ-որ մեկի անհաջողությունից, այդ շղթան պտտվում եւ սենց թե նենց վերադառնալու է մեզ, այսինքն մենք այդ շղթայի մասն ենք։ Եթե շղթայի մեծ մասը դժբախտ է, անհաջողակ է, հա, եւ այլն, մենք այդ ամենի մի մասն ենք դառնում։ Եվ ինչ շրջապտույտ ենք մենք մեր շուրջը ստեղծում, հենց մեզնից է կախված։ Այդ համայնքային ընկալումը ցավոք սրտի վերջին ժամանակաշրջանում այսպես դեպի դադարումն է գնում, որովհետև մարդիկ սկսում են ավելի իրենք իրենց հետ։ Գուցե սա էլ ինչ որտեղ պետք է որ մարդը սեփական եսի հետ կոնտակտը կարողանա վերականգնել, բայց այս վերջերս միտեղ ընթերցել էի ու շատ ինձ համար գեղեցիկ էր այդ գաղափարը ու ես կապեցի դա նաև իմ կանանց շրջանների հետ, որ ես չգիտեի վերջերս իմացա, որ փղերը երբ փղերամում, հա, ձագուկները իրենք բոլորով են այդ ձագուկների մասին հոգ տանում։ Այսինքն էգերը փղերի չեն առանձնացնում իմ ձագուկին եւ քո ձագուկին։ Իրենց համար կարևոր է, որ փղերամը շարունակություն ունենա եւ առողջ լինի, հա։ Եվ այնտեղ բոլորն են հոգ տանում բոլոր ձագուկների մասին։ Իրենք այդ իրենց փղերամով են, խմբով են հոգ տանում բոլորի մասին, առանց առանձնացնելու դա իմն է թե քոնն է։ Ես կարծում եմ, որ միգուցե մեր սոցիումում պակասում է այս համայնքային մոտեցումը, որ սա իմն է, սա քոնն է, եւ հարկավոր է նաեւ պատկերացնել, որ մենք այդ ամենի մի մասն ենք կազմում եւ մենք այս պահին, այսօր այստեղ ու հիմա ապագա ենք կերտում եւ մենք գտնվելու ենք վաղը այդ ապագայում։ Եվ մեր գործողություններից է կախված այդ ապագան, եւ մենք բոլորս ենք այդ ապագայի մի մասը կազմում։ Եվ եթե տանեմ դեպի կանանց դաշտ, այդ առանձնացումը սա իմն է, սա քոնն է, նրա մոտ ստացվեց, իմ մոտ չստացվեց եւ այլն, մենք համարվում ենք շատ բարձր գիտակցության տեր, այսպես ասած, կենդանիներ մոլորակի վրա, բայց մենք կենդանիներից այնքան բան ունենք սովորելու։ Միգուցե փղերը բանականություն չունեն ինչպես մարդը, բայց ինչքան գեղեցիկ եւ ճիշտ է իրենց մոտեցումը։ Եվ եթե մենք վերականգնենք մեր կապը բնության հետ, վերադառնանք մեր ակունքներին, որտեղից որ սերել ենք, մենք այդտեղից շատ բան ունենք սովորելու եւ ինտեգրելու մեր կյանք, ոչ միայն ուղղակի իմանալու։ Ես իմացա այդ ճշմարտության մասին։ Ինչ որտեղ իմ ներքին վերաբերմունքը ինչ որ հարցերում սկսեց փոխվել։ Նույնը ցանկացած ինֆորմացիայի, որը հարկավոր է ինտեգրել կյանք եւ այդ մոտեցումը տալ։ Այո։ Ես էլ լսել եմ փղերի մասին, միշտ մտածում եմ, ասում եմ ֆանտաստիկ Շատ օրինակ է, գեղեցիկ, այո։ եւ ամբողջ մարմնով իսկապես զգում եմ, որ այդ առանձնացված լինելը եւ իմը, քոնը, մերը, ձերը բաժանելը իսկապես շատ խանգարում է։ Իրականում դա այնքան մտած է մեր հոգեբանության մեջ, կարծում եմ, եւ մեր մտածելակերպի մեջ, որ շատ դժվար է, անգամ երբ որ դու գիտակցում ես դա, քո առօրյա ամեն օրվա այդ արդեն ավտոմատացված գործողությունները երբեմն պետք է մի հատ մի քայլ հետ անես, ասես մի րոպե, արդյոք ես սա անում եմ սիրուց, արդյոք ես սա անում եմ այնտեղից, որտեղ ես զգում եմ, որ ես ու ինքը մեկ ենք, որտեղ իրականում այդպես է։ Շատ ճիշտ է։ Այսինքն, եթե մենք մի փոքր խորանանք, Այո։ մենք կհասկանանք, որ բոլորս բոլորի շարունակությունն ենք եւ չկա իմ քո, այսինքն դա գուցե թվում է այդպես, բայց իրականում մենք բոլորս մեկ ենք եւ երբ մենք սեպարացնում ենք ամեն ինչ իմ, երրորդի, երկրորդի, երրորդի, դա մեզ խանգարում է կյանքում եւ տանում է էլ ավելի հեռու։ Հիմա ես օրինակ ինձ հետաքրքիր է թե դու ինչպես ես քո առօրյայում մտածում կամ ինչ գործողություններ ես ներառում քո առօրյայում, որ քեզ օգնում է։ Ես ես վերջերս սկսել եմ շատ մտածել եւ բնականաբար զգում եմ, որ ինքս էլ ունեմ աճելու շատ տեղ, որ երբ ինչ որ մի բան ասում կամ անում եմ, մի հատ ինձ հարց եմ տալիս, արդյոք սա գալիս է այն սիրո տեղից, այսինքն արդյոք ես սա անում եմ սիրելու տեղից, ոչ թե հակառակը։ Եվ շատ հաճախ դա այդպես չի, շատ հաճախ դա սիրո տեղից չի գալիս, ինչը որ կարծում եմ դա մի բան է, որի վրա մենք կարող ենք աշխատել։ Էլի շատ խորքային եւ միևնույն ժամանակ շատ գեղեցիկ թեմա բարձրացրեցիր, սիրո գաղափարը, որը ամենաապաքինող ուժն է մոլորակի վրա։ Ես չգիտեմ էլ ավելի զորեղ ինչ կա աշխարհում, որ կարող է ապաքինել, քան սերը։
Եվ շատ ճիշտ ասեցիր, այո, ես էլ արդեն ներդրել եմ, ինտեգրել եմ իմ կյանքում այդ գաղափարը, որ ծանր պահերին, երբ ես էլ եմ մարդ, ես էլ հուզական դաշտ ունեմ, երբ ես չգիտեմ ինչպես վարվեմ, ես ինքս ինձ հարցնում եմ, իսկ ինչպես կվարվեր սերը։ Եվ դա շատ օգնում է իսկապես, բայց այստեղ գիտես ինչն է կարևոր, կարևոր է առաջինը հենց ինքդ քո հանդեպ կարողանալ այդ սերը դրսևորել։ Որովհետև եթե դու ինքդ քեզ սիրել չգիտես, դու դիմացինին սիրում ես այնպես, ինչպես ինքդ քեզ ես սիրում։ Պրիմիտիվ օրինակ բերեմ, հա։ Եթե օրինակ դու ինքդ քո հանդեպ հոգատար չես եւ սիրով չես եւ պարբերաբար շատ աշխատում ես, չես հանգստանում, հիվանդ ժամանակ գնում ես աշխատանքի, հա, շատ բեռ ես քո վրա վերցրել եւ այլն, դու քո կողքի մարդուն կարող ես մեղադրել, որ ինքը այդպեսին չի։ Դու կարծում ես, որ դու իրան սիրում ես, բայց երբ ինքը հիվանդ է եւ պառկած է, դու մեղադրանք ունես, որ ինչի ինքը չի շարժվում տեղից, նյարդայնանում ես եւ քեզ թվում է դու այդ սերն ու հոգատարությունը տալիս ես։ Բայց դու իրեն սիրում ես ճիշտ այնպես, ինչպես դու ինքդ քեզ ես սիրում, որովհետեւ դու ինքդ քո վրա էլ կբարկանաս, եթե դու հիվանդ ժամանակ քեզ թույլ տաս պարզապես պառկել, հա։ Պրիմիտիվ օրինակ։ Դրա համար առաջին հերթին կարևոր է սկսել ճիշտ սիրել ինքներս մեզ, որպեսզի հաջորդիվ մենք կարողանանք հստակ ասել, որ մենք կարողանում ենք սիրել մարդկանց, կյանքը եւ աշխարհը։ Ես հիշում եմ, որ իմ այս ոգեղեն տրանսֆորմացիաների ճանապարհին ունեցել եմ ընկերուհի եմ ունեցել, ով ասենց շատ կասկածամտորեն ինձ ասաց. «Ես չեմ պատկերացնում էլի, այնքան սենց վերացական ես խոսում, իսկապես բոլորին սիրում ես, իսկապես կարող ես աշխարհը եւ մարդկանց հավասարազոր սիրել, ես քո համար ավելի կարևոր չեմ, քան մնացածը»։ Իհարկե, որպես ընկերուհի գուցե իրեն ցավոտ է լսել, որ չէ, բայց երբ դու ինքդ քեզ կարողանում ես ճիշտ կերպով սիրել, դու աշխարհին ու մարդկանց էլ ես կարողանում այդպես սիրել։ Եվ մյուս հարցը, որ առօրյայում կարևոր է ինքդ քեզ տալ, այն ինչ որ ես անում եմ, սեր է իմ նկատմամբ։ Այսօր ես համաձայնեցի այս պրոյեկտը վերցնեմ։ Դա սեր է իմ հանդեպ։ Այսօր ես ռեսուրս էներգիա չունեմ տանից դուրս գալու, բայց ամուսնուս ասում եմ հա կգամ հետդ ինչ որ միջոցառման։ Դա սեր է իմ հանդեպ։ Ես ռեսուրս չունեմ առավոտյան արթնանալու եւ երեխային դպրոց ճանապարհելու։ Իհարկե խոսքը ծայրահեղության մասին չի, հա, որ դու ամբողջ օրը միայն ինքդ քեզ հետ լինես։ Ես թեթև օրինակներ եմ բերում, բայց կան շատ ավելի լուրջ դեպքեր, երբ կարիք կա կանգ առնելու եւ ինքդ քեզ հարցնելու։ Երբ դու հարմարվում ես, երբ դու հաշտվում ես ինչ որ բաների հետ, կարևոր է ինքդ քեզ հարցնել. սա սեր է իմ հանդեպ։ Եվ դու շատ ճիշտ ասեցիր, որ այս հարցերը պետքա փորձել ինտեգրել։ Դա հեշտ չի տրվում։ Ես չեմ կարող ասել, որ ես գուրու եմ այդ հարցում եւ հասել եմ այն կետին, որտեղ որ ես լիարժեք դա ինտեգրել եմ, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ եւ պարբերաբար հիշում եմ դրա մասին եւ դա իսկապես շատ օգնում է։ Իսկ հիմա ոնց անենք, որ չէ՞ որ ասում ենք պետքա մի հատ հարց տալ, արդյոք ես ուզում եմ անել այս ինչ բանը, կամ արդյոք սա գալիս է սիրո տեղից, երբ որ ես օրինակ գնում եմ աշխատանքի կամ հիվանդ վիճակում ինչ որ մի գործունեություն եմ անում եւ արդյոք ես ռեսուրս ունեմ դա անելու, չէ՞։ Հիմա ինձ մոտ օրինակ միշտ դժվար է գտնել այն բալանսը, երբ ես փորձում եմ գտնել ինչ որ պատրվակներ, բարդ բաներ չանելու, որովհետև էլի դա իմ իգոյի պաշտպանական մեխանիզմն է, որ այն ինչ որ դժվար է, վախենալու է, վտանգավոր է, որ կարող է ինձ քննադատեն եւ այլն, ես չանեմ։ Եվ որտեղ է այդ բալանսը, որտեղ միևնույն ժամանակ դու իհարկե ինքդ քո վրայով անցնելով չանես ամեն ինչ կյանքում, այլ փորձես ռեսուրսի մեջ պահես քեզ, հոգ տանես քո մասին եւ սիրո տեղից անես ինքդ քո հանդեպ, միևնույն ժամանակ այն տեղերում, որտեղ ինքդ քեզ պետք է այսպես բրդես մեջքից, միևնույն ժամանակ անես դա։ Գիտես, անձնային աճի ուղի անցած մարդիկ արդեն դրա հետ գիտեն ոնց գործ ունենան, որովհետև գործիքներ կան եւ ի վերջո ինքնարեֆլեքսիան կա, ինքը միշտ օգնում է։ Նրանք ովքեր որ այդ ուղու վրա չեն, երևի իրենց ավելի շատ ուղղված կլինի խոսքս, որ հարցերը ինքներս մեզ շատ մեզ օգնում են ճիշտ գործ ունենալ։ Երբ մենք ինչ որ բան ենք ուզում անել, շատ կարևոր է 5 ինչուի գաղափարը, հա։ 5 անգամ ինքներս մեզ հարցնենք ինչու եւ հստակ պատասխանենք ինչու։ 5-րդ հարցի պատասխանի դեպքում մենք արդեն հասկանում ենք, այս մեր շահն է, թե ինչ որ ուրիշ բան ենք այդտեղ սպասարկում։
բան, որ մենք չենք ուզում անել եւ քողարկվում ենք նրա տակ, որ «Ոյ ես ռեսուրսային չեմ», «Ոյ սա սեր չի իմ հանդեպ» եւ այլն, կարևորը այս դեպքում ինքներս մեզ հարցնել. իսկ ինչից եմ ես վախենում։ Որովհետև երբ դու հստակ քո վախը բարձրաձայնում ես, դու հասկանում ես, որ դու չես անում վախից ելնելով, ոչ թե որովհետև դու հավես չունես կամ դա սեր չի քո նկատմամբ։ Շատ լավ, իսկ եթե ես սպասարկում եմ իմ այդ վախը եւ չեմ գնում ընդառաջ դրան, սա սեր է ինքս իմ հանդեպ, որտեվ ես ինչից եմ ինձ զրկում։ Ռեալիզացիայից, անձնական երջանկությունից, գուցե հարաբերություններից, որովհետև ինչու ոչ, շատ դեպքերում մարդիկ ներքին հուզական դաշտը մի կողմ են դնում, հրաժարվում են հարաբերություններից ելնելով շատ տարբեր ներքին վախերից եւ դիրքորոշումներից, բայց իրենց չեն հարցնում. իսկ սա սեր է ինքս իմ հանդեպ, ես ինչից եմ ինձ զրկում։ Այս հարցերն են, որոնք որ մտածելու տեղ են տալիս եւ այստեղ էլ պետք է ասեմ, որ գուցե պատասխանը այդքան կարեւոր չի։ Ինչքան այդ լռության process-ը, որ մենք ունենում ենք, որտեվ այդ process-ի մեջ խմորվում է ամեն ինչ եւ մենք դուրս ենք գալիս այդ հստակ որոշման վրա։ Հեղինե ջան, մի փոքր կարող ենք խոսել Լիլա հոգեբանական տրանսֆորմացիոն խաղի մասին։ Ես ինքս շատ ինֆորմացիա չունեմ Ահա, եւ ինձ էլ հետաքրքիր կլինի լսել, թե ինչպես են օգտագործում դա որպես ինչ-որ էներգետիկ կամ ոգեղեն զարգացման միջոց եւ ինչպես ես դու անցկացնում այդ խաղերը։ Լիլան այո, տրանսֆորմացիոն խաղ է, որը իհարկե հիմա Հայաստանում այդքան տարածված չէ, այդ պատճառով գուցե տեղեկացվածություն չունես։ Այն ծագել է Հին Հնդկաստանում, հետո դարերի ընթացքում կորել է, հետո վերականգնել է Հարիշ Ջոհարին այդ Լիլան, հետո սկսել է տարածում ստանալ իհարկե։ Ես Լիլայով ինչու եմ սկսել զբաղվել, որտեվ ինքս Լիլայի փորձառություն եմ ունեցել եւ իր տրանսֆորմացիոն էֆեկտը իմ սեփական կյանքի վրա զգացել եմ։ Իհարկե ոչ ամեն գործիք, որ ես իմ կյանքի վրա զգում եմ, սկսում եմ սովորել եւ կիրառել, այլ նրանք, որոնք որ հոգեհարազատ են, հա, դառնում ինձ։ Լիլան մարդկային կեցության մասին խաղ է, որտեղ որ դու բախվում ես քո բոլոր վախերի, ներքին դիրքորոշումների, կարծրատիպերի, տրավմաների հետ մեկ խաղի ընթացքում եւ այն նաեւ շատ թերապևտիկ է, որովհետեւ դու խաղի ընթացքում շատ տարբեր վերափոխումներ ես, տրանսֆորմացիաներ ես ունենում։ Խաղը արտացոլում է մեր կյանքի սկիզբը մինչեւ ավարտ եւ խաղատախտակի վրա մեր կեցության տարբեր ասպեկտներն են, հա, այնտեղ ընտանիք, մանկություն, շատ տարբեր բաներ եւ խաղի ընթացքում խաղը ինքը կարող է երկար տևել, այն կարող է մինչեւ 12 ժամ եւ ավել տևել։ Ես անց եմ կացնում խմբերով, շատ փոքր խմբերով, որովհետև այն շատ ռեսուրսատար է եւ ես հաճախ չեմ կազմակերպում Լիլա, որովհետև ինձնից շատ էներգիա եւ ռեսուրս է այն խլում այդքան ժամ, այդքան մարդու process-ների մեջ լինել, բայց Լիլայի ժամանակ էլ, գիտես, հետաքրքիր է, պատահական մարդիկ չեն հավաքվում։ Ես միշտ սպասում եմ, ովքեր են գրանցվելու հետաքրքրությամբ, որովհետև երբ մեկը սկսում է բարձրաձայնել իր խնդիրների մասին, բոլորովին անծանոթ մարդիկ են այդտեղ, երբ մեկը սկսում է բարձրաձայնել իր խնդիրների մասին, մյուսը ասում է. Գիտես, ես ուրիշ հայցով էի եկել, բայց հիմա ես հասկացա, որ այդ խնդիրը իմ կյանքում ամենա այսպես ակտուալն է։ Ա, Կան մարդիկ, ովքեր որ մեկը այնտեղ լաց է լինում, իրեն թույլ է տալիս, իսկ մյուսը հասկանում է, որ այս ամբողջ ընթացքում ինքը կարիք է ունեցել լաց լինելու, բայց իրեն զսպել է եւ դա իր համար ինչ որտեղ նաեւ ապահով դաշտ է ստեղծում, որ ինքն էլ լաց լինի։ Ճնշված էմոցիաներն ու հույզերը, որոնք տարիներով մեզ հետ են, դա կլինի ագրեսիան, կլինի հուզմունքը եւ այլն եւ այլն, խաղը դրդում է, որ դա դուրս գա։ Շատերը խաղին իհարկե ոգեղենության իմաստ են տալիս, ես էլ ինչ որտեղ տալիս եմ, բայց նաև գիտական կողմից նայելով ես հասկանում եմ, որ այդտեղ քվանտային դաշտն էլ է աշխատում, որովհետև դաշտը ճիշտ այնպիսին է, ինչպիսին այդ մարդկանց դաշտն է ձևավորվում եւ այդտեղ դուրս է գալիս այն ինֆորմացիան, որը հենց իրենց այդ պահին պետք է։ Եվ հետաքրքրականն այն է, որ յուրաքանչյուր վանդակի բացատրություն յուրաքանչյուրի համար յուրովի է։ Չկա մի համընդհանուր տեքստ, որ ինչ-որ մեկի համար հնչում է, հա, որովհետև երբ օրինակ մարդը հասնում է ագրեսիայի վանդակին, դա շատ տարբեր բաներ կարող է նշանակել։ Մի դեպքում, որ այդ մարդը ամբողջ կյանք ճնշում է ագրեսիան եւ դա իրեն վնասում է, մի դեպքում, որ գուցե մարդը չափազանց ագրեսիվ է եւ ճիշտ չի ուղղորդում այդ էներգիան։ Խաղի մասին իրականում շատ երկար կարող եմ խոսել, բայց ինքը իսկապես հավասարազոր է 10 այցի հոգեբանի մոտ, որովհետև
շատ տրանսֆորմացիոն է եւ կարող եմ ասել, որ շատ ապահով է, որովհետեւ այնտեղ չի տեղի ունենում մի բան, որ մարդը հետո չի կարող տանել կամ ինտեգրել իր սեփական կյանք կամ գուցե ապահով չի իր հոգեկանի համար, եւ այստեղ էլ է շատ կարեւոր։ Հիմա օրինակ շատ տարբեր մարդիկ են սկսել այդ խաղը վարել, բայց ես կարծում եմ, որ հոգեբանական կրթությունը շատ կարեւոր է այս խաղի պարագայում, որպեսզի մի վնասիր գաղափարը ամեն դեպքում աշխատի, որովհետև այդտեղ մարդը ներքին պրոցեսների մեջ է մտնում եւ միայն մասնագետը կարող է հասկանալ, թե ինքը ուր է գնացել եւ ինչպես իրեն այդտեղից դուրս բերել։ Եթե դա պարզապես մեկն է, ով սովորել է խաղի կանոնները եւ խաղը վարում է, ինքը կարող է մարդուն շատ սխալ տեղ տանել։ Շատ լավ, շատ հետաքրքիր էր, ես անպայման կուզենամ փորձեմ Սիրով։ մեկ առ ինչ-որ մի առիթով, հետաքրքիր էր եւ կարծում եմ նմանատիպ խաղերը հիմա խաղեր կոչենք, թե ինչ-որ մեթոդներ կոչենք, տարբեր մեթոդներ կան, երևի թե ամեն մեկը իր ձևով, Այո։ իր բուժական ինչ-որ էֆեկտներն ա տալիս։ Գիտեմ դու աշխատում ես հենց անհատապես մարդկանց հետ էլ, միայն խմբակային դասեր չի, որ Այո։ անցկացնում ես, այլ նաև ունես հաճախորդներ, ում հետ անհատապես աշխատում ես։ Կուզենայի պատմես, թե քեզ համար անձամբ ինչ տեսք ունի բուժումը։ Երբ օրինակ մարդը դու կարծում ես, որ այնքան պրոգրես է ապրել, որ այլևս կարիք չունի հոգեբանի մոտ այցելելու։ Այո, շատ հետաքրքիր բան ասացիր, կարևոր, որ էլի կուզեի բարձրաձայնել։ Նախ աջակցող ոլորտի մասնագետի համար պրոֆեսիոնալիզմի դրսևորում է նաև այն, որ իր այցելուները կլինեն հաճախորդ, պացիենտ, ինչպես կցանկանան կոչել, իրենցից կախվածության մեջ չընկնեն։ Այս շատ կարևոր է, որ յուրաքանչյուր պահի մարդը զգա եւ հասկանա, որ եթե ինքը օրինակ մի ամիս չշփվի իր հոգեբանի հետ, ինքը չի խարխլվի, իր հետ ամեն բան նորմալ կլինի, ինքը կկարողանա դրա հետ գործ ունենալ։ Բայց դա էլ է process, որին պետք է գալ։ Դա այդքան արագ չի լինում։ Այլ շատ լինում է, որ մարդիկ գալիս են, իսկ ինչքան ժամանակ է պետք, քանի այց պետք է գամ եւ այլն, անհնար է հստակ ժամկետ ասել, հա։ Նույնիսկ այն հայտարարությունները, որ ես լսում եմ հարթակներում սոցիալական, չգիտեմ, 1 ամսում, 10 այցում, չգիտեմ, 6 ամսում եւ այլն, իմ համար абսուրդ են հնչում, որովհետեւ ես ինքս տարիների թերապիա ունենալով հանդերձ դեռ շարունակում եմ ինքնաբացահայտվել եւ անհնար է ասել մարդու հոգեկերտվածքը տարբեր է։ Մեկը կարող է 1 ամսում այդ տրավման հաղթահարել, մյուսին կարող է 1 տարի է պետք, որ ինքը դրա հետ գործ ունենա եւ նշել հստակ ժամկետ, այդ բարոյապես ճիշտ չի։ Միևնույն ժամանակ շատ կարեւոր է ճիշտ կոնտակտ ստեղծել մարդու հետ, որպեսզի նա քո դաշտում իրեն անկարող չզգա, այսինքն ո՞րն է իմաստը մասնագետի դիմելու, որտեղ որ դու ներքին հենարաններ ես կառուցում, որոնց վրա հետագայում հենվելու ես, այլ ոչ թե ամբողջ կյանք այդ հոգեբանիդ վրա հենված ես մնալու, հա։ Բայց շատ կարևոր է այստեղ նաև հետևել այցելուի պրոցեսին, որովհետև շատ հաճախ հենց իրենք են գալիս բարձրաձայնում, որ այս փուլում ուզում եմ կրճատել օրինակ հանդիպումները։ Եթե ես հասկանում եմ, որ դա իսկապես այդպես է, այլ ոչ թե փախուստ, որովհետև շատ լինում են դեպքեր, երբ մարդը շատ խորը ցավի հետ է առերեսվում, իր համար այնքան անտանելի է, որ նա ցանկանում է փախնել այդ դաշտից, եւ դա իսկապես պետք է քննարկվի այցելուի հետ, որ քո որ միտումն է, որ միտումից ելնելով ես ուզում կրճատել հանդիպումները, հա, որովհետև դա էլի թերապևտիկ մի մասն է կազմում։ Մնացյալ բոլոր դեպքերում այցելուները իրենք են հասկանում, որ այս փուլում իրենք կարիք չունեն, կարող են դադարեցնել կամ կարող են կրճատել հանդիպումները, բայց ես միշտ ասում եմ, որ լավ հոգեբանը դա ամբողջ կյանքի համար է։ Եթե դու իրեն գտել ես, դա ինչպես լավ բժիշկը, ում դու գտնում ես եւ պարբերաբար ինչ որ խնդրի պարագայում գնում եւ դիմում ես, գուցե հա ողջ կյանքի ընթացքում նույն պարբերականությամբ չայցելես, բայց որևէ խնդրի պարագայում դու միշտ գիտես, որ կարող ես գնալ իր մոտ, հանել քո այդ խնդիրը դնել սեղանին եւ համատեղ քննարկման միջոցով ինչ որ եզրահանգման գալ կամ ապաքինում անցնել։ Բայց եթե ես վերցնեմ մեկ խորհրդատվության շրջանակներում ապաքինումը ինչ ես կհամարեմ, դա ինձ համար մարդու զարմացած հայացքն է, երբ ինքը գալիս է այդ ինսայթին, որտեղ որ վաու, ես տենց էի մտածում, ախ ես այդպես եմ արել, որովհետև էս, այդ իրա երբ ես տեսնում եմ, որ ինքը հասել է մի կետի, որտեղ էլ ինչ որ չի հասկանում ուր գնա, բայց միևնույն ժամանակ իր մոտ բացահայտում է տեղի ունեցել, ինչպես գանձերով լի արկղը կբացես ու կտեսնես ինչեր կար այդտեղ։
Եվ օրինակ հանդիպման ավարտին ես կարծում եմ, որ բոլոր մասնագետները, բայց ես միշտ հարցնում եմ, ինչ կարևոր միտք ես քեզ հետ տանում, եւ ստացված եմ համարում հանդիպումը, եթե մարդը իր սեփական մտորումն է բարձրաձայնում ընթացքում հանդիպման իր ինտերպրետացիայով, պարտադիր չի բառ առ բառ կրկնի, հա, ինչ միտք ա տանում։ Կարող է ինքը այդ միտքը վերցրել ներսում մարսել, ինչ որ ուրիշ կարևոր գանձ ա այդտեղ դուրս բերել եւ այդ միտքն ա բարձրաձայնում եւ երբ դա տեղի ա ունենում, ես համարում եմ, որ այսօր օրինակ իրա մոտ ինչ որ չափով, ինչ որ տոկոսով ապաքինում տեղի ա ունեցել։ Իսկ այդ process-ի մեջ, երբ որ դու աշխատում ես մարդկանց հետ, քեզ մոտ ապաքինում լինում ա, այսինքն օրինակ չէ, որ կա էսենց բան, որ ասում են ուրիշներին այլ մարդկանց բուժելուց մենք բուժում ենք նաև ինքներս մեզ։ Դու քեզ վրա դա զգում ես, թե չէ եւ ինչպես է դա արտահայտվում, եթե զգում ես։ Այո, միանշանակ եւ ես կարող եմ ասել, որ կարծում եմ, որ ոլորտի ցանկացած մարդով աշխատանք է տանում մարդկանց հետ, միանշանակ ինքն էլ է ներքին process-ներ անցնում, ներքին տրանսֆորմացիաներ անցնում, աճում անձնապես, անհնար է դու անձնապես չաճես, եթե դու մարդկանց հետ ես աշխատում։ Բայց այստեղ ուզում եմ հավելել, այդ միտքն էլ շատ ճիշտ ասացիր, որ տարածված է այդ գաղափարը եւ ինչ որ չափով արդարացի է, որ մարդիկ գնում են հոգեբանության դաշտ, երբ իրենց անձնական խնդիրներից ելնելով, այսինքն իրենք կարիք ունեն մի հատ իրենց խնդիրների հետ գործ ունենալ, դրա համար են օրինակ դառնում հոգեբան կամ չգիտեմ գնում հոգեբանության դաշտ։ Զարմանալիորեն իմ կյանքում այդպես չի եղել, ասեմ ինչու, որովհետև ես հոգեբանության դաշտ եկել եմ իմ սեփական խնդիրների հետ գործ ունենալուց հետո։ Այսինքն հոգեբան դարձել եմ միայն այն բանից հետո, երբ ես ինքս արդեն հաշվի եմ նստել իմ խնդիրների հետ, լուծել եմ այդ հարցերը, ներքին ապաքինում եմ անցել, ուղի եմ անցել իմ հոգեբանի հետ աշխատանքի միջոցով, հետո նոր արդեն եկել եմ այդ դաշտ, բայց այո, միանշանակ յուրաքանչյուր գործունեության կլինի դա խմբային տրեյնինգներ, կանանց շրջան, անհատական հանդիպումներ, ես անհատապես աճում եմ անձնապես, ես ներքին փոխակերպումներ եմ ունենում, որովհետև յուրաքանչյուրի ներաշխարհը այնքան անկանխատեսելի է եւ միևնույն ժամանակ այնքան գեղեցիկ է։ Այդ տիեզերքը ինչպես է, այսքան ժամանակ ուսումնասիրում են, այդպես էլ չբացահայտված անկյուններ կան, հա։ Նույնը մարդու ներաշխարհն է տիեզերքի պես, որտեղ դու դեռ լիքը բացահայտելու բաներ ունես, երբ դու ընկղվում ես այդ անկյունների մեջ, դու ինքդ էլ ես այդ ճամփորդությունն նախր ունենում դեպի ներս իր հետ զուգահեռ եւ դու էլ ես քեզ համար բացահայտումներ անում եւ հանդես գալ այդ մասնագետի դերից, որտեղ որ ես ամեն ինչ կյանքում բացահայտել եմ եւ էլ ոչինչի կարիք չունեմ, չեմ կարծում, որ արդյունավետ է առաջին հերթին ինձ համար, որովհետեւ ես ձգտում եմ աճելուն, ես կարծում եմ, որ ես մինչև կյանքի վերջ դեռ տեղ ունեմ աճելու եւ այն պահին, երբ ես ինձ բարձրաձայնում եմ արդեն հասած ինչ-որ կետի մարդ, ես այդտեղ ինձ սահմանափակում եմ։ Այսինքն ես այլևս չեմ կարծում, որ ես աճելու կարիք ունեմ, ուստի եւ ես բացահայտումներ չեմ անում, նոր գիտելիքներ չեմ փնտրում, նոր փորձառություններ չեմ ունենում եւ ես լճանում եմ։ Այսինքն կարող ենք ասել, որ մարդու փնտրտուքը, հետաքրքրվելը, թե ինչ կա սրանից բացի, էլ ավելի ինչ կարող է լինի։ Եվ այդ փնտրտուքը գուցե հենց մարդու ներքին պահանջ է, այսինքն եթե դա չկա, դա նորմալ process-ների մի մաս է, ոնց որ եւ երեխայի համար խաղն է, հա, կամ տարբեր աշխարհի տարբեր բաները, process-ները բացահայտելը, երբ նոր սովորում ես դու աշխարհը ոնց է աշխատում, նույն ձևով մարդու համար, այսինքն ինչու ենք մենք ճանապարհորդում, ինչի կա ցանկություն նոր բաներ տեսնելու, նոր փորձառություններ ունենալու։ Այսինքն երևի թե կարելի է ասել, որ դա մարդու համար շատ անհրաժեշտ մի էլեմենտ է, որ ամբողջ կյանքի ընթացքում մարդ շարունակի ճանաչել աշխարհը, ճանաչել իր ներաշխարհը, ճանաչել թե ոնց է ամեն ինչ աշխատում։ Միանշանակ այո, եւ այ պոզիտիվ հոգեթերապիայի հիմքում ընկած է այդ գաղափարը, որ յուրաքանչյուր մարդ ի սկզբանե ծնվում է երկու պահանջմունքով՝ դա սիրելու եւ իմանալու պահանջմունքն է։ Իմանալու այն իմաստով, որ մենք պետք է ուսումնասիրենք կյանքը, մենք մանկուց ուսումնասիրում ենք աշխարհը, որպեսզի հասկանանք ինչպես այդ աշխարհում լինենք։
ինչպես գործ ունենանք աշխարհի այս կամ այն դրսևորումների հետ։ Եվ դա հարատև տևող process է, որովհետև եթե ինչ-որ մի պահի այդ process-ը կանգնի, կանգ առնի եւ ավարտվի, մենք չենք կարող համարել, որ մենք ապրում ենք։ Բնությունը ինքը անընդհատ նույն ցիկլով անցնում է, չէ՞։ Այնպես չի, որ մենք հարատև ձմեռ ունենք կամ հարատև ամառ ունենք։ Ինչ որ process-ներ են տեղի ունենում, որ հետո նորից կրկնվում են, նորից անցնում են եւ միևնույն քաղաքում աշունները նույն տեսքը չունեն։ Ամեն աշուն ինչ որ տարբերվում է նախորդից ինչ որ կերպ։ Նույնը եւ մարդն է, եթե կանգ առավ process-ը, ինձ համար դա մահ է։ Հավասարազորեն մահվան, որտեվ կյանքի իմաստը դա ցիկլի մեջ լինելն է։ Համաձայն եմ։ Հեղինի ջան, ինձ թվում է շատ հետաքրքիր թեմաներից խոսեցինք։ Ես այսպես որպես ամփոփիչ կուզեի քեզ հարցնել, թե կա արդյոք ինչ-որ մի բան, որի մասին դու կուզեիր խոսել, որի մասին չխոսեցինք, կամ եթե ունես ինչ-որ մի ուղերձ։ Ես կարծում եմ մենք նույնիսկ խոսեցինք ավելին, քան կարելի էր, այսպես ասած։ Շատ սիրուն, շատ գեղեցիկ թեմաներ բարձրաձայնեցինք։ Ուղերձներս ինձ թվում է ես ընթացիկ արդեն ասացի։ Երևի թե կցանկանայի նշել, որ եթե դուք ներքին կանչ ունեք ինքնաբացահայտվելու, սպասել ինչ-որ բանի պետք չի, պետք է անպայման սկսել, ինչ-որ բանից սկսել, գործ ունենալ, թեկուզ գիրք կարդալուց, հա, բայց ուսումնասիրեք ձեզ, աշխարհը, մարդկանց, ինչպիսին եք դուք աշխարհում մարդկանց հետ, բնության հետ, մաքսիմալ վերադարձեք բնությանը, որովհետև մենք մեզ իրապես այնպիսին ինչպիսին կանք, մենք սկսում ենք մեզ ճանաչել բնության մեջ։ Կարծում եմ ամեն բանի մասին այսպես ասած խոսեցինք, հիմա փորձում եմ մտաբերել այ ինչ կուզեի հավելել։ Եթե խոսենք, ես կարծում եմ, որ մենք ժամերով այստեղ կարող ենք մնալ եւ խոսել, եւ ես եւ դու էլ առանձին հանդիպման ժամանակ այսպես շատ երկար խոսում ենք ամեն բանի մասին, մի թեմայից մյուս թեման է բացահայտվում։ Որևէ բան կարծում եմ, որ այս պահին չէի ցանկանա հավելել, երևի որպես ուղղորդում մարդկանց, որ լինում է, չէ, հարցնում են իսկ ինչից սկսել, ինչ անել եւ այլն։ Մարդկային կեցության մասին ամենախորքային իմաստությունները Աստվածաշնչում են։ Եթե Աստվածաշունչը ընթերցվում է ոչ որպես ուղղակի ստեղծագործություն եւ ուղիղ միտք, այլ երբ դու դա հասկանում ես ենթատեքստերով, ալեգորիաներով, մետաֆորիկ իմաստներով, խորանում ես ամեն նախադասության մեջ, բահավատ գիտան պարտադիր, կարծում եմ, անհրաժեշտ է ընթերցել, որովհետև դա էլ տանում է դեպի այդ խորքային իմաստությունները մարդկային կեցության վերաբերյալ։ Ես առհասարակ մարդ եմ, ով մանկուց շատ սիրել է փիլիսոփայությունը եւ փիլիսոփայական ուղղվածություններից շատ սիրում եմ սուֆիզմը, նաև սուֆիզմն էլ ինձ համար մաքսիմալ մոտ է սիրո այդ մարդկային կեցության գաղափարին։ Եվ կարծում եմ, եթե դուք կարիք ունեք հասկանալու կյանքը եւ աշխարհը, պետք է սկսեք փիլիսոփայությունից, որովհետեւ ի վերջո հոգեբանությունն էլ առաջացել է հենց փիլիսոփայությունից։ Այդպես, եթե դու հարցեր ունես, կարող ենք այդ հարցին անդրադառնալ։ Ինձ թվում է շատ լավ ավարտեր, այսպես ամփոփիչ։ Ես էլ կարծում եմ, որ ամեն թեմայից խոսեցինք հետաքրքիր։ Փորձեմ անպայման բոլոր քո մեջբերումները, այսպես ասած, թե գրքերի եւ թե խորհուրդների նաև տեղադրել, որպեսզի մարդիկ կարողանան հետագայում նաև ետ վերադառնալ, կարդալ, ընթերցել։ Ինձ թվում է շատ հետաքրքիր էր։ Ուզում եմ նախ ասել, որ շատ շնորհակալ եմ այս զրույցի համար, ինձ համար անգամ ինձ համար ուղղակի այսպես որպես զրույց շատ օգտակար էր եւ վստահ եմ, որ բոլոր նրանց համար, ովքեր կլսեն, շատ հետաքրքիր կլինի եւ ուզում եմ, որ հաջողություն մաղթեմ քեզ, որովհետև կարծում եմ շատ մեծ գործունեություն ես ծավալում, դրա կարիքը շատ կա այս ոլորտում Հայաստանում եւ հուսամ, որ ել ավելի շատ մարդիկ կսկսեն այդ quest-ը դեպի իրենց ներաշխար, դեպի ինքնաճանաչում եւ բնականաբար այն ամեն ինչ որ դու առաջարկում ես կլինի շատ օգտակար մեթոդ իրենց ճանապարհին եւս։
Ես էլ եմ քեզ շատ շնորհակալ, շատ խորքային, գեղեցիկ, հանդարտ զրույց ստացվեց։ Շնորհակալ եմ ես քո նախաձեռնության համար, որովհետև ինչպես եւ ամենասկզբում ասեցի, մենք յուրաքանչյուրս աշխարհին տալու բան ունենք, եւ այն ինչ որ դու հիմա տալիս ես, շատ կարեւոր է, այն զրույցները, որ դու ունենում ես մարդկանց հետ, իսկապես շատ կարեւոր են, եւ ես կարծում եմ, որ ես ու դու իմ ներքին զգացողությունն է, որով կցանկանայի կիսվել, ես ու դու այսօր ստեղծեցինք այն, ինչի կարիքը գուցե ես տարիներ առաջ ունեի, բայց դաշտում չկար, որովհետև այն ժամանակ այսքան զարգացած չէր, հա, աշխարհը։ Քեզ շնորհակալ եմ այս հնարավորության համար եւ իսկապես շատ հաճելի էր զրուցել քեզ հետ, որովհետև ինձ համար դրանք զուտ հարցադրումներ չէին, այլ անկեղծ զրույց յուրաքանչյուրս մեր կարծիքի եւ ընկալումների մասին։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ նմանապես